Դավադրապաշտական տեսությունները կա կոնկրետ արտադրող։ Մեծ սուտը մարդկանց ավելի հասկանալի է, քան ճշմարտությունը։ Չիպավորելու։ Մասաներին կառավարում են վախերի միջոցով, վախերը ներշնչվում են պարզ մեսիջներով։ Ուր կբերի մեզ դա։ Աշխարհը սկսել է ավելի արդար դառնալ, որտեղ աշխարհը կառավարում են հիմարները։ Խելացիների համար սա որոշակի բեռ է։ Արդեն ճշտամի պետություն չեն ասում են հարևան պետություն։ Ճշմարտությունը ձանձրալի է, ճշմարտությունը կոմպլեքս է, ստերը հետաքրքիր են, ստերը կարճ են։ Մեր պատմական կարողությունը դժվար պահերի միավորվելու գուցե հիմա է պետք։ Ձեզ կմոռանան։ Դավիթին սպանելու համար սկզբից Դավիթին դիսկրեդիտավորում են։ Հետո Դավիթի կողքից հեռացնում են մարդկանց, ովքեր բնական դաշնակիցները կարող են լինել, հետո Դավիթին իզոլացնում են, հետո վերջում Մենակ արդեն։ Դավիթին բաց թողնենք ինքն իրեն արդեն կգրակի։ Ուզեի հավատալ Աստծուն անկեղծ։ Ես աշխարհի ամենավատ մարդն եմ, որ կարող եմ երբևէ մոտիվացնել որևէ մեկին, հնարավոր է որ դիսմոտիվացնեմ։ Ոնց ասեմ, որ չվիրավորեմ շատ մարդկանց։ Վաղը մեռնելու ես ապրիր այսօր ինչպես վերջին օրը։ Քրողը տանի, բա հաջորդ օր ինչ ես ան որ արթնանում ես ու տեսնում ես որ երեք վերջին օրը չէր։ Ողջույն, դուք դիտում եք Հոմոդեուսը, ես Դավիթն եմ եւ իմ այսօրվա հյուրն է Շուշան Հարությունյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Ոնց եք։ Լավ է, նախատոնական։ Ներողություն սա պիտի չասեի, որտեվ հունվարին է։ Կապ չունի, մենք միևնույնն է չենք թաքցնում այդ փաստը, եւ հենց առաջին հարցը ուզում էի տալ տոների մասին։ Սիրում եք նոր տարին։ Շատ եմ սիրում։ Սուրբ ծնունդը, իդեպ հայկական տարբերակով Սուրբ ծնունդը շատ եմ սիրում։ Այսինքն դե իհարկե նկատի ունեմ ըստ երևույթին հաղորդակցվելու կարգը, Սուրբ ծննդյան սեղանի, այսպես էս հայկական ուտեստները, չեմ թաքցնի, նաև շատ եմ սիրում այս եվրոպական կամ կոմերցիոնիզացված տոների դեկորները, գեղեցկությունը իրար հետ նվիրել, այսպես նվերները, տոնականությունը շատ եմ սիրում։ Իսկ պահում եք այն հայկական ավանդույթը ամանորի գիշերը գնալ բարեկամների, ընկերների տներով։ Ոայ, գիտեք, վերջերս խոսում էի ընկերներիցս մեկի հետ, ասում էի հիշում եք 90-ականներին, որ դու ամանորի գիշերի հետ կապված թղթի վրա ինչ-որ բաներ էինք գրում, երազանքներ, վառում էինք, լցնում էինք շամպայնի մեջ, այն ժամանակվա շամպայները սենց մի քիչ որակը, չգիտեմ, չեմ կարող ասել, ես գլխով ինչ որ չեմ հիշում Տիգրան Մեծի թեում ու դա խմում ենք, հետո այրոց էինք ունենում։ Ասում ակնհայտ է, որ երևի տարիքի հետ արդեն այդ բոլոր ավելի քիչ եմ անում։ Նաև հիմա կարծում եմ, որ այն հին ժամանակների ջերմություն իրար տուն գնալու կարծես այդքան չի, թեև ծնողներիս տանը մինչև հիմա պահպանվել է, ոնց որ ծնողներիս տանը սենց շատ աղմկոտ է, միշտ շատ մարդիկ են գալիս գնում, անընդհատ ոնց որ եթե գնում եմ այնտեղ մնում եմ տոներին, այդպես լինում է։ Մեր տանը երևի արդեն չէ, որովհետև ըստ երևույթին սերնդի հետ այդ աղմկոտություն իրար տուն գնալու սիրուն հավես բանը, որ ինչ որ առումով արդեն նոստալգիկ ենք հիշում, կարծես թե դուրս է եկել։ Ձեզ մոտ ոնց է, դուք գնում եք։ Ես կորցրել եմ այդ զգացումը, անկեղծ առաջվա պես չեմ գնում բնականաբար, առաջ վերաբերմունքը զգացումը տոների հետ կապված փոքրինչ ուրիշ էր, երևի հեքիաթ կար առաջ, առեղծված կար տոների մեջ։ Հիմա մեզ համար ոնց որ դարձել է սովորական ինչ որ միջանկյալ ժամանակ ինձ համար կոնկրետ, որովհետև անընդհատ կամ տարվա վերջն է հասնում կամ հաջորդ տարվա մեջ եմ կամ վերլուծում եմ տարվա անցած ճանապարհը եւ ամենտեղ բացի այդ պահին այդ օրը նշելուց եւ կարծում եմ mindset-ից է, երևի մարդու մտածելու ձևից է, որովհետեւ մարդիկ կան միջև հիմա վայելում են աման օրը, միջև հիմա սպասում են այդ օրվան։ Ինձ համար դա դարձել է ինչ որ մեծ մասշտաբի ուտելու հնարավորություն, ուրիշ մնացած հեքիաթները ու կորել են։ Բայց դա նրանից է, որ ոնց որ իրավամբ ուզում եմ հասկանալ։ Դա նրանից է, որովհետև պատասխանատվությունը տարիներով ավելանում այլոց համար տոն սարքելու, թե այսինքն որտեղից է էլի այդ շիֆտը տեղում, թե լարվածությունն ավելանում տարվա մեջ ինչ որ բաներ հասցնելու, որ կետից է անցումը լինում։ Հետաքրքիր է, լավ հարց էր, որովհետև երբ իրոք պատասխանատվություն, ինձ թվում է պատասխանատվության հարց է, որովհետև երևի ամեն տարի տարվա վերջում ափսոսանքի զգացում կա այն ամենի հետ կապված, ինչը չենք արել, եւ պատասխանատվություն այն ամենի հանդեպ, ինչը դեռ պետք է անենք հաջորդ տարում։ Եվ մյուս կողմից էլ ես ընդհանրապես չեմ սիրում քեֆեր, որովհետև դա համարում եմ ինձ համար ժամանակի կորուստ։ Ըստ երևույթին ես շատ սխալվում եմ, որովհետև բնականաբար հանգիստը նույնպես պետք է, ուղղակի պայմանավորված երևի բնավորությունից կամ
էներգիայի քանակից տարբեր մարդիկ տարբեր կերպ են դրան վերաբերվում, օրինակ ինձ լիցքաթափվել այդ առումով շատ պետք չի։ Իսկ դուք սիրում եք օրինակ քեֆեր, հարսանիքներ, ծնունդներ։ Չգիտեմ, այս հարցի քեֆերի մասին մտածելիս անընդհատ ուզում էի դա վերագրել խմբային վարքաբանության մեջ։ Օրինակ մենք հայերս քեֆ սիրող մարդիկ ենք, թե մենք ավելի շատ հավաքականով տխրություն սիրող մարդիկ ենք, որովհետև առերևույթ կարող է տպավորություն լինել, թե օրինակ այն ինչ որ դուք նկարագրում եք, դա բացառապես ձերն ու անձնայինն է, բայց կարող է հիպոթեզ լինել, այսպես ասեմ, որ ավելի շատ հայ մարդիկ են նախընտրում, օրինակ, ավելի շատ աշխատել, ավելի շատ օրինակ ռեֆլեքսիա անել եւ ինչ որ այս հատկությունը, հա, տոնելու, նշելու կարող է ինչ-որ առումով նաև մշակութային լինի, տարածքային լինի, սուտ sense։ Այսինքն իներցիոն ուղղակի անում ենք, որովհետև մեզնից առաջ արել են, մինչդեռ եթե մեզ թողնեին ընտրելու, մենք չէինք ընտրի ժամանցը, մենք չէինք ընտրի քեֆ անելը, մենք կընտրեինք աշխատելը։ Կարող է ենթագիտակցորեն ժամանցը ասոցացվում է, ուղիղ կորելացիայի մեջ է բարոյականության նկատմամբ հետ։ Կան նման բաներ։ Եվ մոտավորապես հետևյալն ես մտածում, դա հատկապես բարդություններ անցած մարդկանց կամ խմբերի կամ սերունդներին է, որ արդյոք եթե ես տոնեմ, դա արդյոք բարոյապես ճիշտ կլինի կամ արդար կլինի այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն կարող տոնել, ինչ որ առումով, եթե ես ավելի երջանիկ լինեմ, քան իմ ծնողների սերունդը, արդյոք դա բարոյապես ճիշտ է իրենց հանդեպ։ Այսինքն ասած ինչ որ գալիս է փոքր հարցի, որովհետև ես համարում էի երկար ժամանակ, որ ես ինտրովերտ եմ, եւ ես տոներ չեմ սիրում, շփում չեմ սիրում, որովհետեւ ուղղակի ինձ դիսկոմֆորտ է դուրս գալ շփոթ խմբով մարդկանց հետ շփվելու, բարձա որ աշխատանքի բերումով իրոք շատ տարբեր մարդկանց հետ եմ շփվում, երբեմն ելույթներում ներգրաված են լինում, չգիտեմ, օրինակ 100-ից մինչև 1000 մարդիկ, եւ այդ պահին ես կարողանում եմ ցույց տալ որոշակի առումով, հա, չեմ կարող ասել մինչև վերջ, թե դա այն միջավայրն է, որտեղ ես ինձ լավ եմ զգում, բայց բնականաբար լավ չեմ զգում, բնականաբար անընդհատ պատրաստվում եմ, մինչև վերջի րոպե անգամ, երբ որ ես աշխատանքի բերումով այլ մարդկանց փորձում եմ օգնել հաղթահարել հանրային խոսքի դիսկոմֆորտը, ինձ մոտ եւս այդ դիսկոմֆորտը միևնույնն է կա, եւ բոլոր հնարավոր դեպքերում ես խուսափում եմ հանրային միջոցառումներից, տոներից, խնջույքներից ու երկար ժամանակ մտածում եմ այս մասին, կարծում եմ, որ որոշակի տոկոսը նաեւ նրանից է, թե որ միջավայրում ենք մեծանում։ Ու դա մի քիչ ավելի շատ գուցե, այսպես ասեմ, հա 90-ականների սերունդին բնորոշ է, հուսով եմ, որ 2000-ականների սերունդը այդքան կարճած չի լինելու տառապանքի միջոցով ճակերտավոր, հա, իրավունք վերցնելուն։ Օրինակ նայեք հետաքրքիր, նայեք ժողովրդական խոսքերը, օրինակ ոնց են, հա, ասում են տառապանքը իրավունք է ծնում։ Okay։ Լավ։ Պատկերացնում եք, չէ՞, sense ինչ որ փոքր բաներով կարող է, հա, sense կարող ենք կպնել, այսինքն ավելի ընդունել է բողոքելը, քան գործելը, ավելի հասկանալի է դժբախտ լինել, քան երջանիկ լինել։ Այսինքն փոքր ավելի հասկանալի է միավորվել տխրության ժամանակ, քան ուրախությունը տոնելիս։ Ավելի հեշտ է տխրությունը կիսել ու անկեղծորեն, դժբախտությունը կիսել, քան ուրախությունը կիսել։ Կարծում եմ, որ դեռևս Հայաստանում սա հետաքրքիր հարց է, գուցե, որը քննարկված չի։ Ռոմանտիզմ կա տխրության մեջ երևի ու բացի դրանից ինձ թվում է ըստ սերունդների նույնիսկ ես տարբերություն չեմ էլ նկատում, որովհետև նույն սերունդը, որին ես եմ պատկանում, շատ էլ լավ ուրախանում են, շատ էլ լավ ժամանակ են անցկացնում եւ իրենց դուր է գալիս։ Ես այստեղ ուրիշ էլեմենտ եմ տեսնում։ Ինձ անընդհատ թվում էր, որ այդ սոցիալական անդունդը, որ ձևավորվում է մարդկանց միջև, կապված է ոչ թե վերաբերմունքից ժամանցի հանդեպ, այլ ոնց ասեմ, որ չվիրավորեմ շատ մարդկանց, բայց երևի մտազբաղության, հետաքրքրությունների, ընդհանուր թեմաները քիչ են մարդկանց հետ շատ ժամանակ, երբ մարդիկ շատ են ինչ-որ միտեղ միջինում, խմբում, հետաքրքրությունները շատ տարբեր են։ Իմ կամ այդ մարդկանց միջինի մեջ, որոնց հետ ես ժամանց եմ անցկացնում։ Եթե ինձ մնա ընտրեմ քաղաքում ում հետ կուզեի ժամանակ անցկացնել 50-100 հոգու հետ, երևի այդ մարդկանց միտեղ հնարավոր չի հավաքել, որովհետև այդ մարդիկ միշտ զբաղված են։ Իսկ այն մարդիկ, որոնք հիմնականում այդպիսի խնջույքների, առիթների ներկա են լինում, որքան էլ իրենց շատ եմ սիրում, բայց շատ քիչ թեմաներ կան, որոնց շուրջ կարող եմ իրական զրույց, հետաքրքիր զրույց տալ, որ չձանձրանանք։ Այդ
ինձ թվում է մեծագույն խնդիրն է այդ ամենի։ Ես ուղղակի մի բան հիշեցի, այս խնջույքների ֆոնին, եթե վերջերս ընկերներով քննարկում էինք, ասում էի լավագույն հարսանիքը կամ կնունքը, որին մասնակցել եմ, դա եղել է հերու բարեկամի կամ ընկերոջ ծնունդը, երբ որ ոչ մեկին չես ճանաչում, մի քանի հոգով գնում ես, դա լավագույնն է։ Երևի որպես փորձառություն կարելի է գնալ անծանոթ մարդկանց հարսանիքներին մասնակցել։ Ասում են, որ լավագույն խնջույքը այդտեղ առաջամ։ Իրականում ի՞նչն է հարցը։ Պարզա որ մեծ բարձր երաժշտության աղմուկի մեջ 100 հոգու հետ խորքային իտերացիա հնարավոր չի։ Իտերացիան 4 հոգու մեջ է, խումբը 4 հոգի է։ Դրա մինչև 4 հոգի հնարավոր է Կա տենց տեսություն, հա, ես չգիտեի։ խումբը 4 հոգին է։ Այսինքն բովանդակության փոխանակումը մինչև 4 հոգու մեջ է լինում։ Եթե 100 հոգի ձեր սիրած մարդկանց հրավիրեք որևէ տարածք, որտեղ կարծում եք, որ միևնույն է իմաստավոր զրույց եք ունենալու, իրենք նորից բաժանվելու են ենթախմբերի։ Այսինքն զուտ մեծ խնջույքի ֆորմատը ենթադրում է, որ դա պիտի հավաք լինի, ոչ թե արժեքներ կիսելու, բովանդակություն կիսելու կամ հետաքրքիր մարդկանց հետ շփվելու կամ սինխրոնիզացվելու որոշակի ձևով, այլ երևի դա խառը անպատասխանատու հավաքի տեսակ է, որը պիտի մարդկանց միջից դուրս հանի որոշակի կուտակված էներգիա, որ այսպես սուբլիմացվում դուրս է գալիս, հա։ Դա պիտի դուրս գա ինչ որ առումով անկանոն շարժումների միջոցով, որտեղ ակնհայտ է, որ երբևէ խնջույքը բարի մրցույթ չէր, հա, ով ավելի գեղագիտորեն ու այսպես սինխրոնիզացված պարկը բարի։ Դա պիտի հնարավորություն տա, որ մարդիկ իրենց այսպես հավաքված, հա, ազատ կան եւ հավաքված օրինակ փորձառության տեսակները, որ կյանքի ուրիշ ոլորտում հնարավոր չի իրացնեն այդտեղ։ Այսինքն հատկապես պատկերացրեք իրավիճակ, երբ որ այսպես պարահրապարակ է, լույսերը հանգցրած են, այդ պահին իրենց զգան, չգիտեմ, շոու բիզնեսի են աստղը, կարող էր այսպես լույսերի տակ ապարել եւ այլն։ Մի պահ զգան այդ զգացողությունը։ Երևի ավելի շատ մոտավորապես այդ հարցն է կարգավորում։ Հիմա ստացվում է մեկ ուրիշ կոմպոնենտ։ Պիտի ինչ որ բան նայես, ուրախ բաներ, պատկերացնես, ինչ որ իրավիճակներ, որ գաս այդ տարածքում այդ սուբլիմացվի դուրս գա հանես, հա։ Եթե առօրյա վազքի մեջ կորցրել եք մոտիվացիան եւ ունեք ալարկոտության խնդիր, ձեզ հավանաբար պետք է հասկանալ ինչպես է կառուցված մոտիվացիան, որի մասին ես գրել եմ գիրք, որը կոչվում է Գրողի տարած մոտիվացիա։ Այս գիրքը ձեռնարկ է այն մասին, թե ինչպես է կառուցված մարդու մոտիվացիան եւ որտեղից են առաջանում այն ցանկությունները մարդկանց մոտ, որոնք մեզ ստիպում են հասնել մեծ հաջողությունների, գրավել օլիմպիական բարձունքներ կամ ուղղակի լինել հաջողակ գործարար։ Այս գրքով կարող եք ձեր կյանքում շատ բան փոխել եւ այն պետք է դառնա ցանկացած ալարկոտ մարդու սեղանի պարտադիր ձեռնարկ։ Գիրքը պատվիրելու համար կարող եք անցնել այս հղումով եւ հայտնվել Բուկինիստի կայքում, որտեղ կարող եք պատվիրել գիրքը աշխարհի ցանկացած կետ։ Իսկ եթե ապրում եք Երևանում կամ մարզերում, գիրքը կարող եք ձեռք բերել տարածքային որևէ գրախանութից։ Այս գիրքը ձեռք բերելով դուք նաեւ աջակցում եք ոդքասթին եւ ինձ որպես հեղինակ ու նաեւ ձեզ, օգնելով ձեզ հասկանալ ձեր իրական մոտիվները։ Հետո երբ որ ես տեսնում եմ, որ հարսի բարը շատ ավելի նման է օրինակ հարսնացուի շոու բիզնեսի կարողությունների ցուցադրության, չգիտեմ, ասենք այդ բոլոր ինչի մասին էր, երբեմն լինում են անկեղծ բարեր, երբ որ դու տեսնում ես, որ սիրահար զույգը փորձում է մեկը մյուսին անակնկալ անել, շատ հավես է, բայց այդ լարված event management-ը, այդ ամբողջը, ասենց այդ բոլորի ցուցադրությունը, բոլորը մեկտեղ աղմուկ աղաղակը շատ վտանգավոր բան է ցույց տալիս։ Ես եղել եմ նաև պատասխանատվությամբ եմ վերաբերվել այդ հարցին, հա, լինելու, ոնց են ասում, հա, քավորքին, հա, այսպես ու նաև հետևելու այդ միջոցառումների կազմակերպման ընկերությունների ձևակերպումներին, օրինակ, ասում էին մի անգամ շատ հետաքրքիր դեպքեր ասեցին այդ կազմակերպման տեղից։ Դե քավորի ընտանիքը բերում է ավանդական սինին, ես հարցրեցի, ասեցի ավանդական սինի բաղադրությունը ինչպես է, հա, որ պատրաստվեմ։ Ասես դե այն որ բանան է, ու ես պատկերացրեցի մեր պապերը զուտ էնդեմիկ տեսանկյունից ավանդական սինիները, երբ որ մեջ է բանան եւ հա արքայախնձոր էին դնում, ուզում եմ ասել այդ որ կետից էլի տենց դարձավ։ Կարող է նաև մարդիկ շատ մեծ հաճույք չեն ստանում, որովհետև ակնհայտ հասկանում են, որ դա այն ազնիվ անկեղծ փորձառությունը չի, որտեղ օրինակ շուրջ պար էին ապարում, որտեղ ծիսական ընթացակարգով ենթադրենք պատրաստում էին հարսին, բաժանվում էր հարսը ծնողներից, չէ՞ որ դա մի մեծ սիմվոլիկան է ունեցել։ Մենք շատ հողին կպած ժողովուրդ ենք եղել։ Մենք բացի եկեղեցական կարգից ունեցել ենք նաև ժողովրդական կարգը, հա, շատ բաներ անելու, իդեպ որ կոմիտասը արձանագրել է, համադրել է իրար հետ եւ այլ։
Որ կետից դա դարձավ խառը ինչ որ մի հատ իրավիճակ, որտեղ համադրված է տարբեր մշակույթների, տարբեր երևույթների, այսպես իհարկե գիտեմ որ հիմա տարեց, պարավ, այնպես չար ծոցայի նման եմ, հա, հնչում որ ասում, բայց որ կետից դա դարձավ այդ տեսակ ցուցադրական երևույթ, որտեղ հյուրասիրության անկեղծ ցանկությունը վերագրվեց մեծ մասշտաբներով սնունդ լցնելու սեղանին, որ անգամ հարգալից չի մասնակցի հանդեպ օբյեկտիվ էլ եկեք լինենք գուցե այս սրա սահմանում է որ նորից հնարավոր է որ անձնային հատկություն կա թե ով ինչքան է փորձառությունը հա խնջույքի այսպես հա վայելու բայց կա երև խմբային ինչ որ մի բան այդ արհեստականությունը որը վերածում է մասնակցի երջանկությունը կիսելու անկեղծ ցանկությունը պարտավորություն կատարելու նվերը հանձնելու եւ հեռանալու Հենց այսպես էլ կարծում էի որ հարսանիք ավելի շատ սոցիալական երևույթ է քան ուրախանալու հնարավորություն որովհետեւ մենք նայում եմ նստած նայում եմ մեր հարսն փեսան այսօր առավոտից զբաղված են գնացինք եկեղեցի աշակերտ սկզբում գնացինք փեսայի տուն հետո գնացինք հարսի տուն հետո գնացինք եկեղեցի Մակարքին հաղորդում ենք հիշել ասում կա եւս մեկ գեղեցիկ պահ որին բոլորս պիտի ականատեսին ասում եղավ հետո հարսի փեսի բարը ծաղիկը գցեցինք բռնեցինք որոշեցինք այդ ամենից դեռ չեմ հասել դահլիճ որտեղ պետքա տեղի ունենա հենց բուն հանդիսությունը բայց երբ հասնում ենք այդ կետին մինչև այդ կետ այնքան ճանապարհ են անցնում այնքան են քայլում այնքան են ոտքի վրա մնում մարդիկ որ այդ վիճակում ուրախանալը չգիտեմ ես չեմ կարող ռելաքս լինեմ ու հանգիստ ուրախանամ այն դեպքում երբ առավոտից պարտավորված եմ եղել ոտքի վրա լինել ինչ որ չեմ կարող ռելաքս լինեմ ինձ թվում է երևի սխալ եմ մտածում կամ իրոք սոցիալական այդ աջակցություն ասեմ, ադաբրենիա ասեմ, չունեմ դրա կարիքը երևի որ փորձեմ խոսել հարսանիքներին, բայց լավ է որ այս քննարկումը կա, որովհետև գուցե մարդիկ այսօր իրենց հարց տան, մտածեն, ասեն, մեզ իրոք պետք է եղել այսպիսի հարսանիք անել, թե մենք դա արել ենք, որովհետև մեզնից առաջ տեսել ենք, որ այդպես են անում ու հաջորդը գուցե անեն ոչ թե արքայախնձորով եւ բանանով, այլ պոպոկով ու մեղրով ու օրինակ սինիի մեջ դրեն ավելի նուր, ծիրան, ավելի հայկական ինչ որ մրգեր, ոչ թե այն ինչ որ սովորաբար տեսնում ենք։ Բայց դուք ասեցիք հետաքրքիր բան էլի Դավիթ, եթե թույլ կտաք, ասեցիք ես հասարակության բառ ասեցիք, ադաբրենիա, հա, հաստատման կարիքը չունեմ։ Դուք իրոք կարծում եք, որ մարդ կա, ով հասարակության կամ social approval-ի կարիք չունի, տենց բան կա։ Ես համոզված եմ, որ բոլոր մարդիկ ունեն հասարակության ադաբրենիայի կարիքը, աջակցության ընդունման կարիքը։ Բնականաբար մարդաբանական գրքեր կարդալով գիտեմ, որ դրանից չեն կարող փախչել։ Ուղղակի երևի ստանում եմ դա բավականաչափ մեծ այն պորցիայով, որ ինձ բավականացնում է, ինձ համար մեծ պորցիայով։ Եվ այդ չափաբաժինը բավականացնում է, որպեսզի այլ տեղերում չփնտրեմ դա։ Օրինակ մարդը, որը որ շատ հայտնի դերասան է, ինքը հայտնվում է օրինակ Կարմիր գորգին այնպիսի հագուստով, որը հագնել մենք պարզապես երևի չենք կարող, բայց ինքը ունի երևի այնքան սոցիալական աջակցություն, որ համարձակվում է նման հագուստով հայտնվել Կարմիր գորգին։ Մինչդեռ ես եւ դուք օրինակ կարող ենք դրանից շատ ընկճվել։ Ինձ թվում է ամեն մարդ իր չափով, որ շատ է ստանում, սկսում է ինչ որ այլ տեղերում չփնտրել դա, չտեսնել դա եւ փորձել ըմբոստանալ այնտեղ, որտեղ իր կարողությունները իրեն թույլ են տալիս։ Իդեպ այդ արտահագուստի մասին մի օրինակ բերեմ, շատ հաճախ լինում է գործարար ոլորտում, շատ հայտնի բիզնեսմեններ օրինակ են բերում, ասում են Սթիվ Ջոբսի նման, ասում հարգելիս դա Սթիվ Ջոբսն է։ Սթիվ Ջոբսը մինչև հասներ նրան, որ կարող էր իրեն թույլ տալ ջինս ու թիշերթով լինել, դեռևս կոստյում հագած շատ դռներածեցել եւ շատ ներդրողների հետ հանդիպել, որտեղ դեռևս անհրաժեշտություն կա որոշակի առումով առաջին փուլը հաղթահարելու։ Հետևաբար, այն ինչ որ թույլատրելի է Սթիվ Ջոբսին կամ այն աստղերին, ովքեր կարող են բարձակուստով Կարմիր գորգին հայտնվել, դեռևս մեզ մահկանացուներիս երևի դեռ հասու չէ։ Այո, այսինքն օրինակ բերել դրանից առանց կոնտեքստ ուսումնասիրելու կամ կոնտեքստի մեջ նայելու երևի մոլորություն է։ Այո։ Կամ էլ ժողովրդական լեզվով ասած, սրտի մխիթ հրանք։ Իսկ ես իմաստով օրինակ լավ էր որ խոսեցինք հասարակության կողմից ընդունված լինելու հասարակության աջակցությունը սպասելու կամ փնտրելու մասին, որովհետև ինչ որ
թքած ունենալու նոր պարվեստը զարգանում եւ բնականաբար գրքին հողում չեմ անում, որովհետեւ գիրքը լրիվ այլ բանի մասին էր ու հիմնականում հողում են անում գրքին, ասելով որ Մենսոնի թքած ունենալու նոր պարվեստը հենց այն մասին է, ինչպես թքած ունենալ բոլորի վրա, մինչդեռ գիրքը կարդացել եմ, ընդհանրապես դրա մասին չի։ Իմ գրքում, օրինակ, գրողի տարած մոտիվացիա, նշել եմ, որ մոտիվացիայի կարևորագույն էլեմենտներից, բաղկացուցիչ մասերից մեկը քո սոցիալականացվածությունն է, որովհետև գլոբալ առումով բոլոր մոտիվացված լինելու որոշակի հաջողություններ, սոցիալական ձեռքբերումներ ունենալու իմաստը եւ տնտեսական բարիք ստեղծելու իմաստը կապված է այլ մարդկանց հետ։ Անմարդաբնակ կղզում $1 միլիոն աշխատելու իմաստ չկա, իսկ երբ կան ուրիշ մարդիկ, բնականաբար դրան իմաստ է տրվում։ Հետևաբար կարևոր է մեր սոցիալականացվածության մակարդակը, մեր վերաբերմունքը մարդկանց հանդեպ եւ այսպես շարունակ, բայց ինձ անընդհատ առարկում են շատ սիրողական մակարդակում, բայց ես կուզեի ինչ-որ պրոֆեսիոնալ պատասխան Բայց ինչ արգումենտներով, առարկությունը ո՞րն է։ Ասում եմ, որ ինձ համար կարևոր չի ուրիշները ինչ են իմ մասին մտածում, կարևորը ես ինչ եմ իմ մասին մտածում, ես այն ինչ անում եմ ինձ համար, այլ ոչ թե ուրիշներին ապացուցելու, ուրիշներին ցուցադրելու կամ դեմոնստրացիա անելու իմ հնարավորությունները։ Հա, ասում եմ դեպքում եթե դեմոնստրացիայի կարիք չկա, ուրեմն կարիք չկա նույնիսկ խոսելու ձեր հաջողությունների մասին, լուր հասեք ձեր հաջողություններին եւ ոչ միտեղ մի պատմեք դրանց մասին, բայց առաջին իսկ փոքրիկ հաղթանակի դեպքում միանգամից հեռախոսի սելֆի կամերայով նկարվում է գեղեցիկ story եւ հրապարակվում։ Ինչ կասեք այս մասին, արդյոք մենք կարող ենք մեր սոցիալական կարիքները չբավարարելով, կտրվելով սոցիալական կյանքից լիարժեք ապրել, հաջողություններ ունենալով։ Ինչքանով իմ կարողությունները կարող են թույլ տալ վերլուծելու մարդու սոցիալականության, հա, գործոնը, կարող եմ ասել, որ ակնհայտ մի քանի տերմիններ օգտագործեցիք, որոնք այսպես է մեղվեց ուղեղումս, որին անհրաժեշտ է քրիտիկական նայել։ Նախ առաջինը հաջողություն։ Պարզավոր հաջողությունը սոցիալապես ձևակերպված տերմին է եւ հաջողությունը, այսպես ասեմ, relevance ունի, այսինքն համադրելի է տվյալ ժամանակահատվածի, տվյալ հանգամանքի հետ եւ ընդհանուր մինչեւ հաջողության ձևակերպումը տարբեր ժամանակահատվածներում, տարբեր մշակույթներում ակնհայտ տարբեր կարող է լինել։ Շատ կներեք, հենց այդ մասին վերջերս էլ գրել էի, որ 90-ականներին եթե օրինակ հաջողության բանաձևը կապեր ունենալ կրիմինալ աշխարհի հետ, կրիմինալին սկզբունքներ ունենալ, դա այսօր կարող է քեզ բանդ տանել, օրինակ չեք կարող այսօր այդ նույն սկզբունքներով հաջողության հասնել, մինչդեռ օրինակ 90-ականներին եթե դուք փորձեիք հորիզոնական կառավարման համակարգ, դեմոկրատական քննարկում թիմում անել եւ այլն, ձեր բիզնեսը նույնպես կփակվեր, այսինքն հաջողության բանաձևերը տարբեր ժամանակներում շատ տարբեր կարող են լինել։ Վստահաբար, ու այստեղ մի բան էլ ավելացնեմ, ոնց որ ըստ երևույթին մենք ոչ թե հակասությունից ենք խոսելու, այլ մի փոքր ավելի փորձելու մարդկանց հասկանալ եւ հասկանալ հարցը 360 աստիճանով, եթե կարողանանք իհարկե։ Երևի տեսականորեն կան մարդիկ, ովքեր շատ սոցիալական կախվածություն չունեն հանրային կարծիքից, այլոց այսպես հաստատումից կամ հերքումից։ Զուտ տեսականորեն նման մարդիկ գուցե ապրում են մեզ հետ եւ մի քանի պատճառով դա կարող է լինել, հա, տարբեր մարդկանց տեսակներով, որոշակի տոկոս, տերմին կա, հա, driving force, որոշակի տոկոս կա մարդկանց, ովքեր իրոք ավելի ներքին խորանալու, ավելի քիչ շփման պահանջ կարող են ունենալ եւ դա տարբեր պատճառներով կարող է լինել։ Սկսած օրինակ գենետիկայի առանձնահատկություններից վերջացրած ստացած կրթությունով, հասարակական դիրքով, ընդ որում սա կարող է լինել կյանքի տարբեր փուլերում։ Շատ ավելի հավանական է, որ մեկը ոչ թե ի սկզբանե փոքրուց ունենա նման օրինակ, հա, հատկություն կամ պահանջի բացակայություն, այլ կյանքի որևէ փուլում, երբ որ փորձարկած լինի, ինչ որ բաների հասած լինի, այլևս դրա անհրաժեշտությունը չունենա։ Հնարավոր է, որ փորձարկած եւ բացասական փորձառությամբ ավարտված, սիրտը կոտրված կամ դա որպես արժեք իմաստազրկած լինի իր համար, որովհետեւ շատ ավելի շատ հաջողությունը կամ հաջողության ձևակերպում իմաստազրկում է, երբ որ հասնում ես դրան։ Որտեւ հասնում ես տեղ, տեսնում ես, դե օքեյ, բա հիմա ինչ ենք անում։ Այսինքն միշտ հաջողությունը կամ երջանկությունը Սիզիփոսն է սարից 5 պակաս, որովհետև հենց հասավ սարին, հենց բարձրացրեց, իհարկե մինչև հաջորդ գլորվելը։ Դա այն մեկնարկային կետն է, որտեղ նորից իմաստազրկում եւ դատարկություն է մարդը զգում, բայց քանի չի հասել, ոնց որ այդ
5 պակաս մի խոսքով կետում ամենաբարձր երջանկությունը ունեմ։ Հիմա մի խոսքով ուզում ասել հնարավոր են որ կան նման մարդիկ, չենք վիճում։ Բայց երկրորդ կոմպոնենտը, եթե մարդը ոչ թե մեզ է խափում, այլ ինքնախապեյության մեջ է, ձևակերպելու, որ ինքը սոցիալականացման եւ սոցիալական հաստատման կարիք չունի, երևի լավ կլինի մարդը մի քիչ աշխատի իր հետ, որովհետեւ այդ խապեյությունը երևի վնասակար կարող է լինել նաեւ հենց իր համար, որովհետեւ ինքը կսկսի ձևակերպումներ անել, Ջուդիթ Բատլերը, հա, այսպեսի տեսությունի speech act theory, այսինքն ինչ որ բան հանրային ասում ես, հետո հանրային ասելը ճնշում է, սկսում ես հետևել քո իսկ ձևակերպված հանրային ասածին, հետո սկսում է այդ կեղծիքի շղթան ներքին ու արտաքին։ Այդպես այնքան ծանրանալ, որ դրա բեռը պահելը անհնար կետի է բերում մարդկանց։ Այսինքն համոզել, որ դուք այդ նկատի չունեիք, հետո դուք ինքներդ եք համոզում ձեզ։ Երևի ավելի պարզ ապրելը ավելի մեծ երջանկություն կարող է բերել։ Այսինքն մեկնարկային կետից, եթե որևէ մեկ ասում է հնարավոր է, չեմ բացառում։ Այս պահին ես խորապես, ինչպես գրքում էր ասված, վերնագրում իհարկե, որտեղ վերնագիրը ակնհայտ մարքեթինգ է, որպեսզի մարդկանց գրավի, որ կան բովանդակությունը կարդան, վերնագիրը կարդացել են, ինչպես որ լինում է մեր օրերում։ Մի խոսքով հնարավոր է, որ այդ պահին ինքը խորապես թքած ունի շատ մարդկանց կարծիքի վրա, հնարավոր է, բայց բացառել, դա ձևակերպել կյանքի սլոգան, համոզել կարող է վնասակար լինի մարդու համար, որովհետև ինչպես է, չէ, հոսանքը կարող է օգնել, որ, չգիտեմ, էլեկտրականությունը կարող է օգնել, որ ճաշը տաքացնես, բայց կարող է ձեռքի հետ էլ վառել, չէ՞։ Եթե վարդակի մեջ մատներդ մտցնես, շատ կարևոր է, որ այդ ինքնուս հոգեբանները, ձեր թեման է իհարկե Դավիթ, բայց այդ YouTube-ի մոտիվացիաները, կիսատ-պրատ, մակերեսային դատողությունները եւ այլն, հնարավոր է, որ դրանց կիրառումը վնասակար լինի, հատկապես եթե չես խորանում ինչպես հնարավոր է որ շատ օգտակար բան ստանաս, բայց առանց ֆիլտրացիայի ստանալ, այդ օր անել, թրենդի տակ ընկնել անել, հնարավոր է որ լավ բաների չբերի նորից։ Ես այն դիրքում չեմ որ դատողություն անեմ, ես աշխարհի ամենավատ մարդն եմ որ կարող եմ երբևէ մոտիվացնել որևէ մեկին, հնարավոր է որ դիսմոտիվացնեմ, բայց բոլոր դեպքերում ասում եմ զգուշ եղեք։ Բոլորս սխալ են հասկանում ինձ թվում է։ Okay, հնարավոր է։ Ինձ թվում է դուք ճիշտ ժամանակներում չեք օգտագործում ուղղակի այն գործիքը, որում ես տեսնում եմ շատ լավ բաներ, որովհետև ըստ երևույթին մեր հասարակությունը սովորել է, որ իրենց պետք է ասեն, որ իրենք բացառիկ են, որ իրենք յուրահատուկ են, հատկապես երիտասարդները, սիրում են իրենց մասին լսել շատ յուրահատուկ արտահայտություններ ու բնորոշիչներ, մինչդեռ հիշում եմ դուք էլ կհիշեք ձեր պատանեկությունը, երբ ես հասկանում եմ, որ ես ոչ մեկ եմ ու ես դեռ ապացուցելու, նույնիսկ մեծերի հետ սեղան նստելու համար դեռ շատ ճանապարհ պիտի անցնեմ եւ մինչեւ այսօր այդ զգացումը իմ մեջ կա, որ ես դեռ շատ ճանապարհ ունեմ անցնելու, ինձնից որևէ կերպ սոցիալական հիերարխիայում կամ տնտեսական հիերարխիայում ավելի բարձր դիրքերում գտնվող մարդկանց հետ առնչվել, ուղղակի շփվելու, իսկ երիտասարդները հիմա, քանի որ մեծ տարածում գտավ այդ դու բացառիկ ես, դու յուրահատուկ ես, քեզնից ուժեղ չկա, դու լավագույնն ես եւ այդ թեզերը մարդկանց համոզեցին ի վերջո, մարդիկ սկսեցին մտածել, որ իրենք յուրահատուկ ունիկալ շատ բացառիկ կերպարներ են եւ մենք պետք է շնորհակալ լինենք, որ իրենց հետ անգամ հնարավորություն ունենք առնչվելու ինչ-որ կերպ։ Այստեղ էլ առաջանում է հենց հասարակության բևեռացումը, որովհետեւ յուրաքանչյուրը մտածում է, որ ինքը կինոյի տղեն է, կինոյի աղջիկն է ու իրենից իր շուրջ կատարվող աշխարհը իր համար է, ուրիշները ուղղակի այնտեղ դեր են խաղում, այլ ոչ թե իրենք են առանձնահատուկ կերպարներ ու իրենց յուրահատուկ ցանկություններով, ուստեղ առաջանում է այդ հասարակության մեջ այդ բաժանումները, որտեղ մարդիկ չեն կարողանում ընկալել, ոնց կարող է Շուշանի հետ հարցազրույցը ինձ հարստացնել, ինձ զարգացնել, ես մարդը կանչում է օրինակ հարցազրույցի, որպեսզի ինքը բենեֆիտներ ստանա իր համար, որտեղ ինքը յուրահատուկ է, այլ ոչ թե որովհետև Շուշանը յուրահատուկ է, ու կարելի է Շուշանից օրինակ շատ բաներ սովորել։ Դե գիտեք, Դավիթ, հիմա ձեզ լսում էի, երկու բան էի մտածում։ Ինչպես գիտեք, ուղի խոսելու մեջ այդպես երկմտանք չեմ ունենում։ Ես հետեւյալը մտածեցի, տեսեք հետաքրքիր հնարք օգտագործեցիք, ասեցիք, դե ձեզ չեն հասկանում, կարող է ճիշտ տեղում չեք ասում։ Քիչ էր մնում, հիմա նայեք ինչ կարող էր տեղի ունենալ։ Ես այդ բանին հուզվեի, անկեղծորեն բան ասեցիք, որ սրտիս կպավ։ Ես խոցելի երևայ կադրում, կադրը դուրս գար շատ մարդկանց,
անկեղծ դիտումներ հավաքեր բան պատկերացնում եք որովհետև սենց եթե կուլ տայ ասեի այո չեն հասկանում այնինչ ես լավ մեզ մոտ ցախ կստացվեր իրավամբ կստացվեր ցավոք սրտի չեմ կարող այդպես անել եւ այստեղ կարող եմ ասել որ մարդիկ այնուամենայնիվ հա ոնց որ կարող եմ ասել հետեւյալը որ մարդիկ շատ ավելի լավ են իրենց զգում երբ դիմացինը խոցելի է լինում որտեղ դա իրանց թեթևության զգացողություն է տալիս իսկ հիմա եկեք պատկերացնենք ժամանակակից միջև այր հաղորդակցական, որտեղ մարդիկ scroll down են հանում, հա, այսպես, թերթում են սոցիալական ցանցերը, տեսնում են կադրեր, բնականաբար հիմա շատ ավելի առաջ քան նախկին, ավելի շատ քան նախկինում, տեսնում են դեմքեր, ինչ որ մարդիկ նստած խոսում են, եւ բարձա մեր, օրինակ այս զրույցը նայելիս ինչ որ մարդիկ ասեն, հայ սով են, ասենք իդիոտներ են, ներողություն եմ խնդրում Դավիթ ջան, ոչ մի կերպ չի ուզենա բան ասել։ Մյուսը ասելու է, ասենք դու ով ես քո կյանքում, որ ինչ որ բանել ինձ կարող ասես, հա, ինչ իմաստնություն փոխանցես։ Մյուսին կարող է ինչ որ այսպես թրենդային կամ ինչ որ մի հատ բար ֆիքսի, որովհետև այդ պահին մարդիկ հիմա բովանդակություն են փնտրում, որը հաստատում է իրանց հիպոթեզը։ Հենց այդ պահին սրտին կպնի այդքանը։ Լսի, կարող մի բան ստանա, հիմա մի խոսքով ուզում եմ ասել, մեր գործերը լավ կլիներ, եթե հուզվեինք։ Ես անverջ թվով բովանդակություն եմ տեսել, օրինակ YouTube-ում, որտեղ մարդիկ հուզվում են։ Օ, Աստված, մնում են, նայում են, այդ դրամա, հրաչ ջան, բան, գիտեք ինչի շատ են ուզում մարդիկ էս։ Ու այդ թաքնված sense ասեմ, մի հատ վոհերիզմի գործոն կա, որ աշխատում է։ Մնաց բոլոր դեպքերում, անկախ նրանից որ ժամանակում կասենք, ինչ կասենք, հավանաբար կարող է այդքան չաշխատի։ Եվ շատ ավելի հիմա պատկերացրեք գլադիատորական այսպես, ինչպես հա, մարտերը տեղափոխվել են, օրինակ նույն ոդքասթների ֆորմատ, որտեղ մարդիկ ուզում են սերելիշ է, հա, ռուսերեն ասած, շատ են ուզում դիտարժանություն, հուզվի, տարապի, բացահայտումներ արա, սկանդալներ երասլեդվնյա, ինչ որ բաներ ասա, մեղադրի, սենց հետո մեկը մյուսին պատասխանի, մեկը story of դա պատասխանի։ Մնացած բոլոր դեպքերում հիմնականում մենք մնալու ենք ձանձրալի դաշտում։ Այնուամենայնիվ, եթե ձանձրալի դաշտում կարողանանք մեկին օգտակար լինել փորձառությամբ, այդ փորձառությունը երևի այսպես ասեմ, հա, խոցելի կարելի է լինել նաև փորձառության ու հավաքած գիտելիքի կամ իմաստնության կիսելով, որը բնականաբար կյանքի ընթացքում բարելավում է։ Դա առերևույթ գրավիչ չի, դիտարժան չի, բայց ոնց որ ուզում ասել, եկեք դիտում չհավաքենք, բայց ճիշտ լինենք, հա, ասում են։ Համամիտ եմ։ Homodeus podcast-ը նկարահանվում է Spin-ի 12 տաղավարներից մեկում։ Իդեպ Spin-ը բացի վիդեոարտադրությունից նաև զբաղվում է մարքեթինգային եւ բրենդինգային ծառայություններով, որոնք մատուցում է ոչ միայն ընկերություններին, այլ նաև անհատներին։ Ստանալու համար բացառիկ պայմաններ կարող եք նշել Homodeus կոդը զանգարելով հետևյալ հեռախոսահամարին։ Շնորհակալություն։ Ձեզ մոտ եղել է, որ եթերում եկը հուզվի։ Ազնիվ էլի։ Սենց բացեք մոտիկ։ Ես չեմ փորձում հասցնել, ես փորձում եմ հետաքրքիր բովանդակություն ստանալ։ Ես փորձում եմ նույնիսկ հակասություններ գտնելով հյուրի խոսքի մեջ, ոչ թե դրանից սկանդալ սարքել, այլ դրանից նոր խորության դուրս գալ զրույցի։ Հետաքրքիր տարբեր հյուրեր եմ ունեցել, բայց ոչ մեկի դեպքում խոսակցությունը չի գնացել այդ ուղղությամբ, որպեսզի հուզվենք։ Դե եկեք ֆիքսենք հետևյալը Դավիթ, որ օրը դա տեղ ունենա, այդ օրը YouTube-ի մոնետիզացիան ամենաբարձրն է լինելու եւ այդ տարի օբյեկտիվորեն։ Ամենաբարձր դիտումները հավաքեց այն թողարկումը, որտեղ ես Թովմասին Արաքելյան ասացի, որ ես աթեիստ եմ։ Հրավիրել է ինձ հյուր սկանդալ ինտրիգեր ասել է։ Հա, մարդկանց հետաքրքիր էր ու անոնսում էլ հենց առաջին վարքյանին Թովմաս ասում է, դե Աստված կա ու դրա հետ ոչինչ անել չեք կարող։ Իսկ ես ասացի, ես չեմ հավատում որ Աստված կա, ես աթեիստ եմ, ես իմ տեսակետն ունեմ այդ հարցի շուրջ ու դա դրել ենք անոնսի ամենաառաջի վարքյանին։ Բայց գիտեք, չէ, աթեիստներին ամենադժվարն է կյանքում, որտեվ բնականաբար ոչ թե կրոնագիտության տեսանկյունից, այլ հավատքի որպես լայն հասկացություն տեսանկյունից մի փոքր հավատքով ապրել ավելի հեշտ է, որովհետև պատասխանատվությունը ասես Տիրոջ հետ կիսես։ Օրինակ դու քո տնային անում ես, բայց ասում ես ինչպես Աստված կամենա։ Աթեիստները ում վրա դնեն այդ պատասխանատվության բեռը։ Այսինքն ամբողջապես գիտակցել, որ դու ես պատասխանատու քո գործողությունների ինչ որ առումով ճակատագրի կառուցման համար եւ որոշակի տոկոս ֆատալիզմի, որը թեթևություն է բերում մարդկանց, այդ բեռից ազատվում ես կամ այդ բեռը հակառակը բերում ես դնում ես քեզ վրա, պիտի որ դժվար լինի։ Ավելացնեմ բեռը, լինելով նաեւ աթեիստ, գումարվում է այդ ամենին նաեւ, որ
կարդում ես տարբեր վիճակագրության մասին գրքեր ու հասկանում ես, որ ամեն ինչ չի, որ քեզնից է կախված, այնտեղ շատ մեծ դեր ունի պատահականությունը, շատ բաներ, հաջողություններ, շատ զուգադիպություններ նպաստում են նրան, որ մենք որոշակի կետի հասնենք մեր կյանքում ու հետադարձ հայացք ես գցում, վերլուծում ես ու սկսում է մոտդ ձևավորվել ինքնակոչի սինդրոմ, որտեղ սկսում ես մտածել, որ վայ մի վարքյան ես իրոք այդքան լավն եմ, որ հասել եմ այս կետին, թե իրոք աշխատել են ինչ-որ զուգադիպություններ, հավանականության մեջ ինչ-որ բազմաթիվ, ուղղակի ինձ է զուգադիպել, բախտ վիճակվել, հասնել են կետին, որին ես հասել եմ, որովհետև օրինակ 1000 հոգի փորձել էր, 1000-ից ոնց է լինի 5-ը 5 տարվա ընթացքում ինչ-որ հաջողության կհասնեին, ու ես այդ 5-ից մեկն եմ, ու ինձ թվում է, որ ես բացառիկ եմ, բայց մինչդեռ ես այդքան էլ բացառիկ չեմ, ու այդ մտքերը անընդհատ sense իմ մեջ ինձ տանջում են, ես մտածում եմ դրանց շուրջ, ուղղակի գիտեք, ես կուզեի հավատալ Աստծուն։ Հիմա ոնց որ հուզվելու եմ հեսա։ Կուզեի հավատալ Աստծուն, անկեղծ։ Ես միշտ ասել եմ, որ ես ուրիշ աթեիստ եմ, նախ աթեիստ եմ, ով աջակցում է եկեղեցուն։ Վերջերս ինձ իմ հետևորդներից մեկը հարցրեց, ասեց, ձեր կրոնական հայացքների մասին, ասեցի, այս պարագայում, երբ Հայաստանում գնում է նման արշավ եկեղեցու դեմ, ես ամենաուժեղ քրիստոնյան եմ եւ ամենաուժեղ առաքելական եկեղեցու աջակիցը։ Մինչդեռ, բայց լինելով աթեիստ, ես տեղ թողել եմ իմ մեջ բաց, որ հավատամ, բայց մի բան կա, որ ինձ խանգարում է երևի, որ ունեմ մտածելակերպ, որտեղ առանց արգումենտների որևէ բանի պարզապես հավատալ, առանց որևէ հիմնավորման։ Ես նախընտրել եմ չունենալ հիմնավորում ոչ մի, քան ունենալ հիմնավորում, որը չեմ կարող քննարկել, որը չեմ կարող հերքել, որը չեմ կարող որի մասին հարցել անգամ չեմ կարող տալ, չէ՞ որ քրիստոնյաները ընդունելուց հավատքը չեն գնում, օրինակ եկեղեցի ու հարցնում, դե կասեք ինձ մի պատճառ, ինչու պետք է ընդունեմ քրիստոնեությունը կամ Դե բայց դա արդեն համարյա լավագույն ընտրություն։ շուկայական հարաբերություն է, որտեղ պիտի մարքեթինգային տեսանկյունից value proposition անեն, հա, արժեքի առաջարկ անեն եւ դու ձևակերպես համանման պրոդուկտներից, որն ես, հա, ընտրում։ Մոտարպես այդ հարաբերությունը դարձավ, հա։ Հա, երևի ու քննադատական մտածողություն ունեցող մարդկանց համար կարծում եմ դժվար է։ Ես որ լսեցի, որ ձեր հարցազրույցները լսում էի, դուք շատ տեղերում եք նշում, 2-3 տեղում հարցազրույց ունեք եւ մեկում թե երկուսում նշել եք ձեր կրոնական հայացքների մասին, բայց միաժամանակ շատ քննադատական վերլուծում եք շատ հարցեր, որոնց հետ ես լիարժեք համամիտ եմ եւ այնտեղ նույնիսկ կա հակասություն։ Օրինակ դուք քննարկում եք էվոլյուցիայի տեսանկյունից այն, որ մարդու խնդիրը բազմանալն է, մարդու խնդիրը իր գեները փոխանցելն է, այլ ոչ թե երջանկությունը, ոչ թե այն, ինչ մենք հակված ենք մտածել, որ մերն է, մինչդեռ նույն տեսանկյունից դուք ընդունելով երևի քրիստոնեությունը, ընդունում եք այն փաստը, որ մարդը ստեղծվել է այն սցենարով, որով նկարագրում է Աստվածաշունչը։ Ես ոնց որ շատ զգայուն դաշտ եմ մտնում, հա։ Ես կարող եմ ասել, երբեք չեմ խորշում, հա, այս բոլորը ասել, որ ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ որքանով կարողանում եմ, փորձում եմ իմ գործունեությամբ, փորձում եմ իմ հավատով, դա ոչ երբեք այսպես հանրային գործունեության մաս դարձնելով, փորձում եմ որոշակի առումով արժանավոր զավակ լինել։ Եթե այսպես ասեմ, տիրոջ կամոք կարողանամ ես չգիտեմ, իրականացնել կամ կյանքի կոչել են երազանքները, որոնք ունեմ, կարողանամ լավ ծառայել իմ երկրին, իմ հավատքին, երևի լավ կլինի։ Կարող եմ ասել, որ հավատքին կուզենայի երկու տեսանկյունից նայել։ Նորից հայտ չեմ ներկայացնում ասելու, որ ես շատ բան հասկանում եմ։ Ես բացահայտման սովորելու ճանապարհին եմ, չգիտեմ երբևէ դա կավարտվի թե չէ, բայց կարող եմ ասել, թե ինչպես եմ ես ընկալում հավատքը եւ ինչու եմ ես տեսնում, որ օրինակ քրիստոնեությունը որպես այդպիսին շատ ազատական, շատ փիլիսոփայական եւ շատ խորը ճանապարհ է, որը ոչ մի կերպ դոգմատիկ չի։ Գուցե առերևույթ են ընկալումները, որ օրինակ եկեղեցին դոգմատիկ տարածք է, օրինակ ծիսական կամ արարողակարգային որևէ բան ենթադրենք պետքա հետևել առանց մտածելու, երբ որ օրինակ եկեղեցին բաց չի խորքային զրույցների համար, իմ փորձառությամբ կարող եմ ասել, որ դա կարծրատիպեր են, որոնք տարածվում են։ Իրականում կարծում եմ, որ մեր
հոգևոր հայրերը շատ բաց են շատ խորքային քննարկումների։ Ես ինքս առիթ ու պատիվ եմ ունեցել շատ խորքային փիլիսոփայական զրույցների ունենալու, որոնք եւ հարստացնում են միտքդ եւ լցնում հոգիդ, ու այդ երկուսի համադրությունը ինձ շատ է օգնում։ Հիմա հավատքի մասին կարծում եմ, որ գիտակցումը, որ այսպես ասեմ, հավատքը մեզ համեստ է դարձնում եւ խոնար ինչ որ առումով։ Մարդիկ խոնարհությունը սխալ են հասկանում, որովհետև կարծում են, որ խոնարհությունը, չգիտեմ, վատ բառեր կարող ենք ասել, ասում են, երբ որ մենք քրիստոնյա ենք ու խոնար ժողովուրդ ենք, այդ նշանակում է, օրինակ, չգիտեմ, թույլ ենք։ Իսկ ես խոնարհություն եկեք նայենք որպես ծառայություն։ Խոնարհությունը եկեք նայենք, երբ որ դու դուրս ես գալիս քո անձի պահանջմունքների, ինքդ քեզ համար ծառայելու, քո մարմնային պահանջները բավարարելու հատկանիշից եւ փորձում ես օգտակար լինել այլոց։ Երևի սոցիալական ցանցերի այս դեմարշը մարդկանց դարձնելու էգոիստ, եսակենտրոն ճիշտ հակառակն են հավատքի, որովհետեւ մի օրինակ բերեմ, օրինակ շատ հետաքրքիր ընդ որում փաստական նյութ է կիսվում, տարածվում, որ օրինակ ասում են պատկերացրեք, երբ որ դուք մեռնեք, ինչ կլինի ձեզ հետ։ Ասում է, պարզա որ այդ նույն օրը երեկոյան մարդիկ արդեն հեռուստացույց կնայեն, լուրերը կլսեն։ Ձեր երեխաները, օրինակ, չգիտեմ, 1 ամիս անց արդեն կսկսեն ապրել իրենց բնական հյունով։ Ձեր գործատուն ձեր փոխարինում կընտրի։ Գուցե ձեր ամուսինը կամ կինը արդեն մի ամիս անց կսկսի նաև ժպտալ, հաճախ ծիծաղել։ Ձեզ կմոռանան։ Հետևաբար դուք այն ինչ որ ունեք այսօր, ապրեք այսօրով։ Okay։ Առերևույթ ոչ մի հակասող բան չկա, չէ՞ դրա մեջ։ Ու ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի։ Բայց եթե դու ապրում ես այսօրով, ապրում ես միայն քեզ համար, աշխարհի ամենաոչ իմաստալից բանը կարող է տեղի ունենալ քեզ հետ, որովհետև ինչքան կարող ես քեզ տալ, ինչքան կարող ես կենտրոնանալ ինքդ քեզ վրա։ Իսկ ծառայության մեջ շատ նաև ինչ որ առումով նաև էգոիստական, բայց իմաստավոր էգոիզմ կա, որովհետև ծառայության մեջ քեզ ես լավ զգում։ Երբ որ դու կարողանում ես մի բան ավել անել, երբ որ կարողանում ես հետք թողել, այո, քեզ մոռանալու են։ Արդյոք սա նշանակում է, որ պիտի այսօր սպառես մինչև քեզ ստեղծված բարիքները ամենավատ սպառողի նման եւ հեռանաս ոչ մի բան չանելով մյուսների համար։ Կարող ես այսպես ապրել։ Ըստ երևույթի նույն մենք Homo Deus-ը, ոդքասթի անունը, Homo sapiens-ում ինչ է ձևակերպում Հարարին։ Օրինակ ասում է, որ մարդիկ կարողացան համակարգային հաջողության հասնել, որովհետև սկսեցին համագործակցել խմբով։ Օրինակ 100 հատ կապիկ եթե դնես ստադիոնում, աղմուկ են բարձրացնելու։ 100 հատ մարդը կարող է սինխրոն, այսպես ասեմ, ֆան կլուբի գործողություններ անի։ 100 հատ մի հատ կապիկը եւ մի հատ մարդը, եթե համադրես անմարդաբնակ կղզում, երևի սաղ մնալու, շանս ավելի շատ ունի հենց կապիկը, բայց 100 մարդը կղզում համակարգ է սարքում, սիստեմա է սարքում, գիտելիք է սարքում, որը կարող է փոխանցել։ Հիմա երևի հավատքը այն սիստեմատիկ գիտելիքն է, որը մեզ փոխանցվում է, որովհետև երբ որ դու հասնես բարեկեցության տարբեր բաներին, կարողանաս որևէ բան անել քո մարմնի համար, ժամանակ է գալու, որ ուզելու ես որևէ բան անել քո հոգու համար, դատարկությունը լցնելու համար։ Ու երևի եթե մենք հետևենք այն իմաստնությանը, որ մեզ փոխանցվել է պարզագույն գրքերի միջոցով Սուրբ գրքից մինչև հեքիաթներ, գուցե սրա արանքում կարողանանք ավելի իմաստավոր փորձառություն ստանալ եւ ոչ թե կյանքի վերջերում ասենք, եւ այլն։ Ու արդեն մեռնելու ժամանակն է։ Այսինքն պատկերացեք, ինչ որ մեկը դա գրել է, սիստեմատիկ փոխանցել է, հետո մարքեթինգ արել, որպեսզի դա հետաքրքիր լինի, հետո պարզացրել է, որպեսզի եւ փոքրերին եւ մեծերին հասկանալի լինի, օրինակ աշխարհի արարումը։ Այո։ Եվ եթե ուշադիր նայենք, որևէ պարագայում հավատքը չի հակասում գիտելիքին կամ գիտությանը։ Այդ որտեղից է այդ պարզագույն ձևակերպումները եկել։ Օրինակ եթե նայենք Ռոթ 54-ը Պարիս Հերունու ռադիոդիտակը, պատին դրված է ռադիոդիտակը, որը գոնե 70-ականներից մինչև 2010 թվական եղել է Հայաստանի գոնե մի ոլորտի գիտական ամենաբարձր ձեռքբերումներից մեկը։ Պատին նկարներ են, իլյուստրացիաներ են, որտեղ միտեղ դրված է տիրոջ ձևակերպում են, պարզագույն, Աստված պապիկի տեսքով, վիզուալիզացիան, ու դրված է մյուս կողմից դիտակը։ Այսինքն մենք որպես ժողովուրդ, օրինակ, չգիտեմ, Պարիս Հերունին որպես իր ժամանակի բացառիկ մտածող մարդկանցից մեկը դրել է հավատքը եւ գիտելիքը իրար հետ, գիտության առաջընթացը հավատքի հետ, որովհետեւ գալու ես մի հատ կետի, որ շատ բաներ դեռևս չես կարողանալու բացատրել։ Օրինակ մենք հիմա ինչպես ենք աշխարհին նայում։ Մենք հիմա նայում ենք կիսագրագետ կույր մարդկանց դատողություններով, ովքեր օրինակ ճամփորդել էին աշխարհում որոշակի տոկոսը, օրինակ բացահայտել են մոլորակի որոշակի տոկոսը եւ ասում են աշխարհը ուղիղ է։ Այնքան մինչև բացահայտեցին, ճամփորդելով։
Ինչքան ժամանակ անցավ։ Հիմա մենք աշխարհի մասին մեր գիտելիքները այնքան են, ինչքան ճամփորդել ենք մինչև գյուղ չասեմ, մինչև մեր գեղի ծերը, հա, օբյեկտիվ։ Հիմա գեղի ծերի գիտելիքով ինչպես կարող ենք դատողություններ անել, կամ ինչպես կարող ենք հայտ ներկայացնել, որ մենք ամենախելացի կամ բանական էակներն ենք։ Երևի մի բան կա եւ այստեղ Կարամազով եղբայրներից կարող եմ օրինակ վերել, ասում էր, հիշում եք դիալոգի մեջ խոսում ասում է, չգիտեմ, Աստված ստեղծեց մարդուն, թե մարդ ստեղծեց Աստծուն, բայց այն, որ մարդու նման էակների մտքով կարող էր անցնել Աստծու նման գաղափար, արդեն իսկ Մեծ բան է։ Երևի ես լրիվ համամիտ եմ արժեքային տեսանկյունից ժամանակի փորձությունը ամենադաժանն է։ Եթե որևէ գաղափար ժամանակի էվոլյուցիա է ապրում, ավելի ճիշտ ոչ թե ժամանակի էվոլյուցիա, այլ ժամանակի փորձությանն է ենթարկվում եւ հասնում է մեզ, դա չի կարող լինել անպետք, առնվազն դա չի վնասում եւ դա չի կարող լինել անպետք։ Հետաքրքիր է, որ Թալեբը իր գրքում հենց դրա մասին էր գրում, ասում էր գաղափարները էվոլյուցիա են ապրում եւ կենսունակությունը իրենց ավելի մեծ է ոչ թե նրանից, որ իրենք ճշմարիտ են, այլ նրանից, որ իրենք չեն վնասում։ Եթե որևէ բան չի վնասում, դրա կենսունակությունը շատ ավելի մեծ է, օրինակ հորոսկոպը, մյուս բաները, որոնք մարդկանց չեն վնասում փաստացի, դրա համար մարդիկ կարող են դեռ երկար տարիներ օգտագործել, մինչդեռ դա շատ գիտական բաների հակասում է։ Երևի Որ գիտության, էս էլ է հարց, որ գիտության։ ես Չնա ուղղակի հակասում։ վերջերս բացահայտեցի իդեպ ինչ է գիտությունը։ Օրինակ շատ երկար ժամանակ ես չէի կարող տարբերակել, օրինակ որն է գիտություն, որը ոչ։ Կարլ Պոպերը գիրք է գրել, որ կոչվում է Բաց հասարակությունը եւ նրա թշնամիները, որում նկարագրում է մի հետաքրքիր կարճ հատվածում նկարագրում է այն, թե ինչ է համարվում գիտություն։ Ասում է ըստ երևույթին այն ինչ մենք ունենք այսօր, այն տեղեկությունը, որը մենք համարում ենք գիտություն, մի կերպ կարելի ընդհանրապես ստուգել եւ համոզվել դա գիտական է թե ոչ։ Դա ֆալսիֆիկացիայի սկզբունքն է, կեղծելու սկզբունքը։ Եթե ես կարող եմ ինչ-որ պայմաններ դնել եւ ասել, որ այս պայմաններում դա չի աշխատում, դա համարվում է գիտություն։ Եթե ես միայն կարող եմ post factum հետ հայացք նետելով վերլուծել եւ անվանել դա գիտություն, դա հնարավոր չէ։ Ես պետք է կարողանամ պայմաններ դնել եւ ասել այս պայմաններում հաստատ այսպես կլինի ապագայում։ Դա գիտություն է։ Այդ տեսանկյունից օրինակ հոգեբանությունը գիտություն չի, որովհետեւ հոգեբանության այն դրույթները, որոնք ասում են օրինակ մարդուն անվստահ է դարձնում, նույն դրույթը կարող է մարդուն վստահ դարձնել։ Օրինակ մանկության ընթացքում բռնությունը նույն մի մարդու կարող է դարձնել մարդասպան, մի մարդուն կարող է դարձնել հանճարեղ բիզնեսմեն, որը փորձում է աշխարհին ապացուցել, որ ինքը շատ լավն է, իսկ մյուսին լավ դերասան, բայց հետ հայացք նետելով ենք մենք այդպես անալիզանում, ասում ենք, օ, սա կապված էր դրա հետ, մինչդեռ այսօր եթե տեսնենք երեխայի, որը բռնության ենթարկվեց, չենք կարող ապագայում գուշակել ինքը կդառնա հաջորդ Ադոլֆը, թե հաջորդ Լեոնարդո Դիկապրիոն։ Այդտեղ շատ կամ Տարանտինոն, որը նույնպես այդ ընտանեկան բռնության հետևանքով հանճարեղ ֆիլմեր է նկարում, չնայած այստեղ գիտական չի ասել, որ դրա հետևանքով կարելի է ասել դա ինչ որ դեր խաղացել է, բայց գիտական է միայն այն, ինչը մենք կարող ենք եւ դեպի ապագա, ոնց որ դետերմինիզմ շղթա կառուցել եւ որը կարելի է պայմաններ դնել եւ հերքել։ Օրինակ գիտական հանրությունը չի համաձայնում օրինակ քրիստոնեության աշխարհի ստեղծման գաղափարի հետ, բայց համաձայն օրինակ փիլիսոփայական, բարոյական հատվածի հետ, որի հետ նույնպես ես համամիտ եմ։ Եվ այստեղ Գիտեք, ներողություն, այսպեսի տես ձևակերպում կա, ասում է Աստված աշխարհը կառավարում է օրենքներով։ Եթե նայես օրենքները ու եթե մենք абստրակտվենք հիմա օրինակ քրիստոնեությունից, որոշակի համակարգ կամ օրենքներ համարյա բոլոր տեղեր դրսևորվում են։ Օրինակ հինդուիզմում, չէ, ենթադրենք, դրսևորվում են օրինակ իսլամում, դրսևորվում են անգամ այդ աստղագիտության, հա, մեջ եւ այլն։ Որոշակի բաներ, որոնք շատ նման են, ենթադրենք օրինակ ձգողականությանը, ենթադրենք աքսիոմաներին, որոնք գիտության մեջ եւս կրկնվում են։ Ոնց որ օրինակ բալանսի մասին պատկերացումները, գուցե դա կրոնական ձևակերպման փնչում է օրինակ մի արա դիմացինիդ այդպես, ինչպես կուզենայր, չէր ուզենա որ քեզ հետ վարվեն, եթե նայենք դրա դրսևորումը գիտության մեջ եւս կա, չէ, ենթադրենք։ Օրինակ, եթե վատարար քեզ անում ընկնում ես, սա համարյա նորից գիտական ձևակերպում է, այսինքն որոշակի առումով
ես օրինակ ասում պատկերացրեք, եթե հավատքը դնենք միկրոսկոպի տակ, դա ինչ որ sense ֆրակտալ պատկեր էր լինելու, որտեղ փոքրի մեջ կրկնվում է նույնիսկ փոքրը, sense ինչ որ ֆրակտալ է։ Ու այդ ֆրակտալի մեջ པարզ բաներ կան, որոնք ամենուր են կրկնվում։ Ենթադրենք ես sense կարճ էսպես բազային մակարդակով, հա, նայում եի թե ինչի են կարմայի մասին ընկալումները sense խառը, նորից Իսկ երևի ընդհանուր ես կարծում եմ որ ես սխալ եմ հասկացել այդ բառը, որտեղ շատ հումորներ են անում։ Իմ երկու անգամ ես էլ հումոր արեցի, ինչ որ ասեցի հումորի մակարդակով։ Ասեցի նա այսպես բան է եղել, ասեցի դա կարման է, հետո մտածեցի Աստված, ես ինչ եմ ասում։ Արի տեսնեմ հələ վերջը կարման ի՞նչ է, այդ բալանսը։ Հետո նորից երբ որ խորացա, տեսա նորից այդ բալանսի մասին, ինչ որ բաների հետ հաշտ լինելու մասին, հաշվի նստելու, ենթադրենք բնության օրենքների հետ։ Հիմա պանթեիզմը հավատքա թե չէ։ Պարզ համակարգը ասում է, ենթադրենք ուշադիր նայի, հետևի նշաններին, հա, ենթադրենք ծտերը ցածր են թռնում, անձրևը գալու, չէ, ենթադրենք սեզոնայնություն։ Մենք սովորեցինք պատերներին հետևել, հետո պատերներից սկսեցինք ձևակերպել որպես համակարգեր, որոնք փոխանցում ենք մարդկանց։ Օրինակ ասում ենք ուշադիր եղի, քեզ չվառես, երևի դա քեզ օգտակար է, որտեղ մենք ուզում ենք մեր տեսակի շարունակությունը ապահովել, դա հնարավոր է, եթե մարդիկ հետևեն պատերներին, եթե գիտելիքը կիսեն, եթե Օրինակ հասնենք անգրագիտության են բարձր մակարդակին, որը ներկայումս է, դե արդեն մի քիչ այն Ժիվանեցկու տարբերակն է գայս, ասում է։ Գիտեք չէ, օրինակ ասում է, տեսեք, աշխարհը առաջ ավելի դաժան էր, որովհետև աշխարհը կառավարում էին խելացի մարդիկ։ Դա շատ դժվար էր մյուսների համար, որովհետև մարդիկ ստիպված էին օրինակ սովորել պայմանական, հա, Պյութագորասի թեորեմը, պարտավոր էին բազային գրագիտություն ունենալ, գրել, կարդալ, հա, դե հիմա ինչպես է, օրինակ զայնային հաղորդագրություն են թողում գրավոր մշակույթը կորում է, գրավոր մշակույթը կորումը սկսում է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է, հա, մտածողության վերագեներացիայի մեջ չսկսել աշխատել։ Պարզ է, չէ՞, մարդիկ ընդհանուր համակարգային ավելի հիմարներ են, հա, դառնում։ Նորից պոլիտկորեկտությունը մեր դաշտից չի։ Մի խոսքով ուզում ասել, աշխարհը ասում է առաջ այդպես է, դաժան էր։ Բայց հիմա աշխարհը սկսել է ավելի արդար դառնալ, որտեղ աշխարհը կառավարում են հիմարները։ Անխոս սա նշանակում է, որ խելացիների համար սա որոշակի բեռ է, որովհետև իրենք այլևս ոչ թե պիտի ձևակերպեն այն համակարգային մտքերը, որը մարդկությանը կարող առաջ տանել, բայց պիտի հասկանալի դառնան հիմաների համար, պարզացնեն, անեն դա 25 վայրկյանում, չէ՞, մոտավորապես այսպես։ Տոլերանտ լինեն։ Այո, այսինքն ստացվում է, որ աշխարհը ավելի քիչ գիտելիքահեն է, բայց ներկայումս աշխարհը ավելի արդար է, որովհետև մոլորակի վրա հիմարներ ավելի շատ են ի վերջո։ Եվ ուր կբերի մեզ դա, ես լրիվ համամիտ եմ, ուր կբերի մեզ դա ամենակարևոր հարցը։ Երևի այստեղ նորից հետ գնանք, նայենք համակարգային ինչ գիտելիք ունենք։ Ինչ է Բաբելոնը։ Այսինքն եղել է սրանից։ Ըստ երևույթին, երբ որ մարդիկ մեծամտածել են, կարծել են, որ իրենք են աշխարհի կենտրոնը, երբ որ կարծել են, որ իրենք են ավելի լավ կերտվածք, իրենցից են կողմ մեկը չկա, իրենք հասկացել են, որ եթե իրենց այդ բարեբախտությունը տեղի ունենում, դա ոչ թե ստատիստիկորեն հանգամանքներ են, այլ ինչպես դուք եք, հա, ասում Դավիթ, այլ որտեղ իրենք այդքան կան, իրենք ավելի առավել են, քան մյուսը եւ այլն։ Կարծես թե սրանից էլի եղել է, չէ՞։ Դա իհարկե նկարագրված է պարզագույն հեքիաթի մակարդակով, պարզագույն ձևակերպումներով, բայց կարծես թե եղել է, չէ՞, այս բոլորից, որ մարդիկ օրինակ հիմա ոնց է այս AI դեմարշը։ AI-ը գալիս է այլևս եւ օքեյ։ Տեսեք հիմա ինչ է տեղի ունենում։ Պարզա որ AI-ը ոչ մի համակարգային վնաս չի կարող ձևակերպել, ոչ մի վատ բան տեղի չունենա, եթե սիստեմատիկ օգտագործվի, ինչպես ժամանակին Web 1-ը, Web 2-ը եւ այլն։ Բայց պարզա եթե մարդիկ ավելի հիմար լինեն, քան AI-ը, դա մեծ խնդրեմ է։ Ասեմ AI ոչ մեկի վնասակար չի եւ AI չի հեռացնում մասնագիտությունները։ Միակ վնասը որ կա ներկայումս աշխարհում դա անգրագիտությունն է եւ միջակությունն է ի վերջո։ Համոմիտ եմ։ Երևի հենց այս խնդիրների հետևանքով, որ գլոբալ առումով խելացի մարդիկ շատ սկսել են կասկածել իրենց վրա, սկսել են մտածել, որ իրենք որևէ բան սխալ են երևի անում, որովհետև աշխարհը սկսել է ինչ-որ անհասկանալի ուղղությամբ գնալ ու բոլորի համար հարցական իսկ ես այդ հարցը ուզում եմ ձեզ տալ, ինչ եք կարծում այս համակարգային անգրագիտության պայմաններում դեմոկրատիան մեզ կկործանի, թե բարիք կստեղծի։ Դավիթ, այնքան բարդ բան եք ասում։ Համակարգային անգրագիտություն, դեմոկրատիա, բարիք։ Պատկերացնում եք։ Շատ երկար պատասխան ունի։ Ես վստահ չեմ, որ ես այդ հարցի պատասխան ունեմ։ Մենք կարող ենք բարձրաձայն իրար հետ մտածել, քրիտիկական վերլուծության ենթարկել եզրույթները, բայց նախ եւ առաջ ինչա նշանակում լավ տեղ տանել։
Երևի լավ է, որ ժամանակ առ ժամանակ այս մոլորակը ստերիլիզացիայի ենթարկվի։ Վատա նորից հնչում։ Հիշում եք, չէ՞ որ ես մոտիվացնող այսպես անձնավորություն չեմ։ Մոլորակը մաքրվի մեզնից։ Ես շատ հիշում եմ 2000-ականների սկզբին մի սոցիալական արշավ կար, կոչվում էր Mother Nature, եւ բայր բնությունը խոսում էր մարդկանց հետ։ Եվ տենց Ջորջ Չարլին մի հետ հետաքրքիր այդ հումորիստկա ինքն էլ էր ասում էր, ինչ մեծամտություն է կարծել, որ մարդու նման փոքր էակը կարող է փրկել մոլորակի նման մեծ համակարգը։ Պատկերացնում եք, որ կա, չէ, save the planet։ Արդեն ձևակերպումով նշանակումով եկեք օբյեկտիվ նայենք։ Մենք կարանք planet-ին փրկենք, եթե planet-ը ուզի մեզ կարա պահի իր վրա, եթե չէ, օբյեկտիվ էլի պատկերացնում եք։ Ուզում ասել, երևի մենք այսպես բալաստի նման մնացել ենք մոլորակի վրա ու երկրին նեղություն ենք պատճառում։ Եվ եթե սենց շարունակենք, գուցե ինք ուզենա մեզանից ազատվել։ Օրինակ, ու գուցե դա լավ սցենար լինի, որովհետև ինչին է նման այս ժամանակակից աշխարհը։ Վատա հնչում։ Երկրորդ սցենար։ Գուցե մենք կարողանանք գանք իմաստնության մի մակարդակի, որտեղ մեզանից խելոքներ ովքեր որ լինեն, կարողանան առաջընթացի տանել, կարողանան որոշակի ներդաշնակության բերել մարդկությանը եւ մենք կարողանանք մեր ժամանակի, պրարիվ առաջընթացը ձևակերպել։ Ու ամենակարևորը, որ այդ առաջընթացը իրոք մարդկանց բարեկեցության բերի, ներդաշնակության բերի, ու այս բառերը ոչ թե լինեն տենց թրենդային Instagram-ի եզրույթներ, որոնք բոլորը կեղծում են։ Որոշակի առումով նաեւ մենք, որտեվ ինչպես եմ, օրինակ ես կուզենայի ներդաշնակության գալ, շատ կուզենայի։ Ես երբ կուզենայի իմաստնության հասնել, կուզենայի։ Կհասնեմ արդյոք երբևէ։ Կարողա չէ։ Կարողա չէ, ամենայն հավանականությամբ, եթե ստատիստիկորեն այնք իհարկե չէ։ Ես ով եմ մեծ մոլորակի համար, որպեսզի կարողանամ պնդել, որ ես հասա ներդաշնակության։ Շատ մեծ մտածողներ, շատ հավատավոր մարդիկ չեն կարողացել այդ կետին հասնեն։ Այսինքն, եթե այս ձևակերպումները, եթե դուք ձեր շրջապատից դուրս բերեք տոքսիկ մարդկանց, Մարդը ինքն իրանով եւ դրական կողմեր ունի եւ բացասական կա արդյոք ոչ տոքսիկ մարդ։ Պատկերացնում եք, օրինակ ես ինչքան տոքսիկ մարդ եմ նյարդային ժամանակ դեդլայների տակ։ Աստծո սիրուն, ինչ եկել է խոսում։ Կարողանամ արդյոք հասնել այդ ներդաշնակության։ Կուզենայի արդյոք։ Եթե իհարկե կուզենայի նեղություն չպատճառել մարդկանց, կուզենայի ավելի լավը լինել, կուզենայի իրավմամբ ազդեցություն ունենալ ու դրական ազդեցություն բերել։ Փոքր քայլեր անում եմ, փորձում եմ շատ բարձրաձայն չասել այդ մասին, որտեղ այդ պահից, երբ որ դու ասում ես, այդ նշանակում արեցիր ասելու համար։ Այդ նուրբ արանքում փորձում եմ։ Հիմա ինչքանով ինձ մոտ ստացվում, չգիտեմ, կստացվի արդյոք որ մեզ լավ տեղ գնանք այս բոլորով որոշ մարդկանց դուրս չթողելով ավտոբուսից, այն որ ասում է հայ ժողովուրդը նստած ավտոբուսի մեջ շարժում է դեպի լավ ապագա, կեսից մարդիկ ասում են մի հատ ուր կբացես հետևից իջնենք, ավելի շուտ այսենց ցինիկական սցենարներ է, գալիս մոտս, լավ բան չեմ կարողանում տեսնել, բայց ասում եմ անգամ այս սցենարում երևի մեր պարտավորությունն է Հեսա կասեք, էլի վիճելի տերմին է, ինչու պարտավորություն, եկեք ապրեն գնանք, արագ։ Չէ, գուցե մեր պարտավորությունը փորձենք իրավմամբ, մի բան թողնել մեզանից հետո, չհարստահարել, չքայքայել, ենթադրենք որևէ համակարգ կա, որի հետ համաձայն չենք, փորձենք ավելի լավ իրեն սարքել, փորձենք դրա վրա կառուցել, ոչ թե քանդել, տենց կիսատ թողնել գնալ։ Օրինակ, այսպես անցեք Հայաստանի կառուցապատում անցնում ես, որտեղ տեսնում ես տգեղ կիսատ շենքեր են։ Մեկը գալիս է, քանդում է հինը, նորը չի հասցնում կառուցել, տենց թողում գնում է։ Մոտավորապես խառը մտքեր են, չեմ կարողանում բարձրաձայն ձևակերպել։ Երևի ես օգնեմ, սենց մտածենք, եթե մեծամասնությունը, որը բնականաբար բավականաչափ գրագետ չէ, որպեսզի շատ հարցերի լուծումներ տա, ընդդիմանում է ու դեմոկրատիայի պայմաններում ընդդիմանում է փոքր մասնությանը, բայց խելացի փոքրամասնությանը, ստեղծվում է հասարակություն, որտեղ շատ միամիտ երեխաներ են, որոնք որ կյանքի ինչ-որ մի փուլ են անցնում, որտեղ իրենք ասում են, որ ընկերությունը հավերժ է, որ բոլոր սերերը միակն են եւ վերջինը, որ բոլոր մի խոսքով այն բաները, ինչ իրենց հաճելի է, դա լավ է, վերում են բարիքի Եվ կամ մի խելացի կամ երկու խելացի, որոնք փորձում են բացատրել, որ կներեք, գիտեք ինչ կա, մեզ պետք է օրինակ կառավարել բնակչության թիվը, որովհետեւ այս մոլորակը չապականենք մեր բանով, շատ մեծ քանակով, որովհետեւ կարողանանք օգտվել համաչափ բարիքներից, որովհետեւ մեզ հերիքի է ամեն ինչը, որովհետեւ կարողանանք
երկար ապագայի սերունդների հանդեպ պատասխանատվություն զգալով ավելի երկար մեր ժամանակը երկարաձգենք այս մոլորակի վրա, բայց մեծամասնությունը ասում է, չէ, մենք ուզում ենք բազմանանք, չէ, մենք ուզում ենք լավ ապրենք, մենք ուզում ենք շատ սպառենք, մենք ուզում ենք շատ արտադրվի, մենք ուզում ենք entertainment ենք ուզում, ենք ուզում ենք ուզում եւ բնականաբար այս հոսքի մեջ արտադրվում է այն ինչ այդ մեծամասնությունը ուզում են, որովհետև մարդիկ ուզում են փող աշխատեն, կարիք ունեն, անգամ խելացի մարդիկ կարիք ունեն գումար աշխատելու եւ սկսում են արտադրել պարզամիտ կոնտենտ, պարզամիտ ֆիլմեր, պարզամիտ սերիալներ, պարզամիտ երգեր, գրքեր ու արդյունքում ամեն ինչ գնում է sense պարզեցման, ուր կտանի սա։ Ես ոնց տեսնում եմ, որ սցենարը պատկերացնում եմ, չգիտեմ ձեր պատկերացման մեջ ոնց է, բայց իմ պատկերացման մեջ բոլոր սցենարները վատ տեղ են տանում։ Ես մի տարբերակ գիտեմ, երբ փոքրամասնությունը, բայց խելացի, ինչը մեզ տհաճ է, կվերցնի ղեկավարում իր ձեռքը, կընդունի ոչ պոպուլյար որոշումներ մեզ համար, մենք բոլորս կընդունենք այդ որոշումները, կենթարկվենք դրանց, տհաճ կլինի, բայց գլոբալ առումով մենք կունենանք պատասխանատվություն հաջորդ սերունդների հանդեպ, շատ ավելի երկար մարդկություն կկարողանա ապրել եւ երկիր մոլորակը շատ ավելի երկար մեզ կդիմանա։ Ուղղակի այստեղ գալիս է արդեն այդ դավադրապաշտական տեսությունները, որոնց մասին ուզում էի խոսենք, որտեղ մարդիկ սկսում են ձևավորել, որ ահա վարակույտի հետևում մեզ փորձում են կառավարել, դա վատ է, բնակչության թիվը փորձում են կառավարել, որովհետեւ դա վնասում է շատ մարդկանց ուզում են սպանեն, ոչնչացնեն եւ այսպիսի բաներ է սկսում տարածվել, չի պավորում։ Առաջին անգամ խոստովանում եմ, ուզում եմ այս թեմայի շուրջ դուք մեկնաբանեք, որովհետեւ ինքս այդ զոհն եմ եղել 2020 թվականին, ես առաջին անգամ եմ խոստովանում, որ ինքս այն մարդն եմ եղել, ով հավատացել է այն գաղափարներին, որ մարդկանց փորձելու են չիպավորել, որ Bill Gates-ը պլանավորել է ծրագիր, ըստ որի վիրուս է ստեղծել, բայց ունենալով քննադատական մտածողություն, ինչ որ պայից հարցեր ես տալիս քեզ, ասում ես մի վարքյան, արի ես կողմն էլ լսեմ, հետո ես կողմն ես լսում ու որոշ ժամանակ հետո սկսում ես հասկանալ, պատկերը տեսնել ավելի ընդհանուր ու հասկանալ, որ լուրջ այսքան բարդ կարա լինի ամեն ինչ, որ պրոստը ուղղակի չէի ուզում խորանալ այդ ժամանակ, այդ ամեն ինչը ավելի համակարգային պատկերացնելու համար ավելի վերևից։ Ինչու են Այս մենք գալիս ենք ըստ երևույթին միակ մասնագիտական հարցին քարոզչությանը, որովհետև բարձա որ ես քիչ կոմպետենտ եմ խոսելու մոտիվացիայից եւ ինքս շատ մոտիվացիայի կամ սիստեմներ ու հմտություններ ու սովորություններ ձևավորելու կարիք ունեմ մշտապես, բայց քարոզչությունը հստակ գիտություն է ու հստակ, այսպես ասեմ, հա, գործիքակազմ ունի, որոնք օգտագործվում են, որը որպես պատերներ շատ հեշտ է տեսնել, եթե սկսում ես ոնց ասեմ, եթե ձեռքիդ ունես այդ գործիքը։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ տեսությունները կոնսպիրոլոգիչի այդ դավադրապաշտական տեսությունները կա կոնկրետ արտադրող, ինչ որ մեկը փորձում է դա արտադրել, որպեսզի քարոզի որևէ գաղափար։ Կարճ պատասխանը հետեւյալն է, որ տերմին կա մեծ սուտ։ Մեծ սուտը մարդկանց ավելի հասկանալի է, քան ճշմարտությունը։ Ճշմարտությունը միշտ կոմպլեքս է եւ երկար։ Սուտը կարճ է ու հետաքրքիր։ Մարդիկ սիրում են հետաքրքիր ու կարճ բաներ, որովհետեւ մարդու ուշադրությունը շատ արագ կենտրոնանում է փոքր սիստեմատիկ բաների վրա եւ պարզապես սուտը աշխատում է։ Արդյոք ինչ որ ինստիտուտ կամ մարդիկ նստած ինչ որ կուլիսների հետևում պարբերաբար բաներ են մտածում, սա դեռևս չի ապացուցվել։ Ուզում եմ ասել նորից որպեսի չլինի թե մենք դատողություններ ենք անում բացարձակ, ասում եմ դեռևս այսքան ժամանակահատված, այսքան հազարամյակների մեջ դեռևս չի ապացուցվել, որ ինչ որ մարդիկ կուլիսների հետևում նստած տենց բաներ են ձևակերպում, բայց եղել են նկարագրություններ, պատմություններ, որտեղ սենյակում նստած մարդկանց անունը դրել են կուլիս եւ այդ մարդկանց մասնակիցներ։ Այսինքն դրա համար պատկերացրենք իրողությունը այսպես։ Հիմա եթե մի քիչ, սենց ասեմ, հա, կետերով անցնենք։ Մի քանի բաներ կա, որոնք սովորաբար աշխատում են մարդկանց, ինչ գործիքներ ա, որոնք կիրառվել են եւ սովորաբար հեշտորեն աշխատում են։ Առաջինը քարոզչության դպրոցից դա կապիտան Очевидностьա, Captain Obvious գործիքն է։ Երբ որ դու վերցնում ես, հիշում եք, այն օրինակը բերեցի զրույցի սկզբում, ասեցի շրջանառվում է մի վիդեո, որտեղ ասում է, որ երբ որ դուք մեռնեք, մի ամսից մարդիկ արդեն ժպտալու են։
Սա կապիտան ակնհայտության մակարդակի դատողություն է եւ սրա հետ վիճելը անիմաստ է։ Դա մոտավորապես հետեւյալն է, որ արև առավոտյան դուրս է գալիս, երեկոյան մայր է մտնում։ Հիմա հարցը հետեւյալն է, որ այս դատողությունից հետո ասում ես որոշակի միտք, որը կամ խժդժություն է առաջացնում, կամ անհանգստություն է առաջացնում, մարդիկ ավելի հեշտ վերցնում են անհանգստացնող մտքերը, քան հանգստացնող մտքերը։ Հետևաբար, ենթադրենք, եթե մեկը պատահական փորձարկում աներ, կամ հենց այդ օրը լավ տրամադրություն ունենար, որոշեր, չեմ խուսափի ժարգոնային բառից, տժալ մարդկանց վրա, ասեր, որ 5G-ն չիպավորում է, ակնհայտ չի ասենք չխնդալու միտք է։ Հավատացնում ձեզ աշխատելու էր, որտեվ դա կապիտան ակնհայտության բաներ է։ Եվ ասում է, ո՞նց է հիմնավորումը, իսկ ո՞նց է չիպավորում լինում կամ ո՞նց է ազդում մարդկանց վրա։ Նայեք, արբանյակներ են դնում, նայեք, ինչ են, անտենաներ են դնում։ Հա, իհարկե անտենաներ են դնում։ Այսինքն, եթե դու ասում ես մտքին որպես հիմնավորում կապիտան ակնհայտության նման ձևակերպում, սա աշխատում է։ Մեր ոդքասթին եւ ինձ որպես հեղինակ աջակցելու համար արդեն հնարավորություն ունեք ոչ միայն լայքելով եւ դիտելով, այլ նաեւ ֆինանսապես։ Patreon-ում մեզ աջակցելով կնպաստեք նրան, որպեսզի Homodeus-ը լինի ավելի որակյալ եւ իհարկե երկարատև։ Բաժանորդագրվելու համար անցեք այս QR կոդով եւ դարձեք մեր աջակիցը։ Շնորհակալություն։ Երկրորդ միտքը ստի տեսությունն է։ Սովորաբար սուտը երբեք մի օրինակ ու միակենտրոն չի լինում։ Այսինքն օրինակ դու ասում ես 60% ճշմարտություն եւ 40% սուտ։ Կիսա ճշմարտությունը շատ վստահ հնչում։ Օրինակ, ակնհայտ է, որ բոլոր ժամանակներում եղել են տարածքներ, մասնավոր եւ հանրային, որտեղ մարդիկ նստել խորհուրդ են արել, քննարկել են։ Ճշմարտություն է, չէ՞։ Իսկ եթե մենք հիմա ասենք, որ այդ քննարկման ժամանակ իրականում որոշվում էր մարդկության ճակատագիրը, արդեն հետաքրքիր է, որտեղ եթե ասենք, որ դա հերթական ժողովներ, հերթական ինչ-որ բանի մասին, եւ իրենք շատ առօրյա տրամադրություն ունեն, այդ օրը անգամ մասնակիցներից մեկի մոտ դժբախտություն էր տեղի ունեցել, մյուսի գլուխն էր ցավում, իրենք շատ սովորական էին, մեկը շտապում էր տուն գնալ, որովհետեւ այսինքն արդեն հետաքրքիր չի, բայց եթե իրենք նստած մասոնական հավաք էր, որտեղ ժողովրդի ճակատագիրն էին որոշում, արդեն կինոյա հնչում է։ Մյուսը հոտած ձուկն է։ Սովորաբար հասարակությունը սիրում է անտագոնիստների եւ հերոսների, հերոս-անտիհերոս ժանրն է։ Եվ սովորաբար շատ կարեւոր է, որ անտիհերոսները բացարձակ լինեն։ Եվ դա քարոզչական հոտած ձուկ հնարքով է, հա, ձևակերպվում։ Օրինակ, մեկին վերագրում են կեղտոտ բաներ, այսինքն չար լինելը դեռ բավարար չի։ Չարի մեջ դա ոչ միայն չարք է, այլ չարք է, որը երեխաների է ուտում։ Օրինակ, պատկերացնում եք, չէ՞, այսինքն մի երևույթ ես վերցնում, որը բացարձակ բարի է, եւ սպանելը, որը բացարձակ չար է։ Եվ սրա համադրությունն է, նա մարդակեր էր։ Օրինակ, տեսեք, որ պատմականորեն, եթե ուզում ես դիսկրեդիտավորել առաջնորդի, իրեն ոչ թե վերագրում ես իր ժամանակահատվածի չարիքները, որ օբյեկտիվորեն կամ իրա կամ ոչ իրա պատասխանատվության դաշտում էր, չէ, հանգամանքներն են շատ հաճախ համընկնում, բայց նաև իրանց վերագրվում էր արարքներ, որոնք միանշանակորեն չար են։ Ենթադրենք, օրինակ ես հիշում եմ, չէ, Թագուհի Ելիզավետան կենակցում էր կենդանիների հետ, ոնց հավես է։ Մայքլ Ջեքսոնը երեխաների էր, ասենց ինքը անպայմանորեն ոչ միանշանակ երևույթներ են, որոնք միանշանակ վատ գնահատական ունեն, այլ կերպ հնարավոր չի։ Հետևաբար այդ դեպքում հերքելու դեպքում ինչպես ես ասում, անխոս անչափահասներին հարստահարելը կամ վատ վերաբերվելը վատ է, բայց օրինակ Մայքլ Ջեքսոնը հանճարեղա իր ժամանակահատվածի համար։ Արդեն ստիպված ես լինում, անգլերեն ասած disclaimer անես։ Սկզբիվված ես լինում դիրքորոշում արտահայտես։ Դիրքորոշումը միշտ դրսևորվում է դաշնության կետին։ Սովորական հանգամանքներին մարդիկ դիրքորոշում չեն ունենում։ Օրինակ ասում են դիրքորոշում չեն հայտնում, ոդքասթները լավ են թե վատ են, չէ՞։ Որ դեպքում ես դիրքորոշում հայտնում։ Երբ որ արդեն տեսնում ես, երբ որ մեծ աղմկոտ շատ բարդ իրավիճակ առաջացել։ Հետևաբար օրինակ այս պարագայում ձեր դեպքում ինչպես ասեցիք, հա մարդով համարում է, որ ինքը աթեիստ է, դերևս ասում եմ համարում է, որտեվ մի փոքր մի 11-ի տարիքային տարբերություն ենք, չէ՞, ինչպես հասկացել եմ Դավիթ։ Okay, դերևս ասենք համարում է, որ աթեիստ է։ Միևնույնն ասում է, որ տեսեք, մենք որպես էթնոս, մենք որպես ժողովուրդ, հայերս, դերևս հազարամյակներով միավորված ենք եկեղեցու շուրջ։ Մենք չենք ունեցել թագավորություններ, որոնք մնացել են։ Վիճելի է, ով է, ինչի պատճառով է դա եղել։ Ես գիտեմ, որ նման տեսություններ կան եւ դրանք քննարկման իրավունք ունեն, բայց մնացել է հայ առաքելական եկեղեցին, ով եղել է կենտրոնը ու պահել է մեզ։ Այս մշակույթով, այս կրոնով, այս լեզվով։ Իմ ուզում եմ ասել, ինչպես կարող ես այս համակարգային ու միակ պահպանվածի շուրջ խոսել։ Արդյոք որևէ աշխարհի ամենահանջարեղ մարդն ու անգամ գիտնականը կարող ավելի լավ համակարգ առաջարկել,
թքել, քան այն ինչ որ մենք ներկայումս ունենք։ Ոչ։ Դա կամուն հակառակ թքել չի, դա դասական չարություն եւ սեփական ժողովրդի հանդեպ դավաճանություն չի։ Այս դիրքը, ուզում ասել, պարզա չէ, բայց հիմա երբ ենք մենք խոսում, քանի այս հարցը երբևէ չէր քննարկվում, միջին քաղաքացու մակարդակով սա դրսևորվում էր հետևյալով. եկեղեցին են մարդիկ են, ովքեր մեր կնունքներն են կատարում, մեր հարսանիքները, մնացածում աշխատում ենք չխորանալ։ Իսկ հիմա հասկացան, որ էգզիստենցիալ մեծ հարց է առաջացել։ Աթեիստ համարող մարդը պիտի դիրքորոշում այլևս հայտնի։ Հիմա այս դեպքերում է, որ մարդիկ սկսում են խիստ դեպքերում է դիրքորոշում արտահայտել։ Մնացած բոլոր դեպքերում եթե ցնցման մակարդակը ցածրա չեն անում։ Այսինքն, ինչ եմ ուզում ասել, որ դավադրակապաշտական, հա, լավ չեմ կարողանում մարտավերել։ Դավադրապաշտական։ Տեսությունները հետաքրքիր են։ Ավելի հեշտ է հավատալ, որ մեզ հետ ինչ որ բան է տեղի ունենում, որովհետև ինչ որ միտեղ, նայեք տերմինը, վերևներում որոշել են, քան թե այս ամեն ինչը տեղի ունենում սեփական հիմարության, անհամակարգվածության եւ անգրագիտության պատճառով։ Այսպես ավելի հետաքրքիր է, տեսեք, այդպես ավելի հեշտ է։ Մոտավորապես սա է, հա, երևի հարցը, չգիտեմ, կարողանում եմ բացատրել կամ բարձաբանել բավարար, եւ քարոզչական դպրոցը կամ պարզագույն մեսիջները, որոնք շրջանառվում են ներկայումս, դա Գեբելսյան դպրոցն են, իդեպ, դասական, որովհետև ինչ բեր ասում, ասում էր քարոզչությունը, լավ քարոզչությունը դա այն է, երբ մեսիջները կարճ են եւ ազդում են ոչ թե մարդկանց ցանկությունների, այլ մարդկանց վախի վրա։ Տեսեք, օրինակ մարքեթինգային տեսանկյունից ավելի հեշտ է վաճառել ապրանք, որը բազային կարիքների դաշտում է, տերմինը նայեք problem solving, քան թե օրինակ ապրանք կամ ծառայություն, որը երազանքների եւ մեծ իդեալների դաշտում է։ Ինչ ուզում է լինի, օրվա վերջում մարդիկ բազային կարիքները բավարարելու են։ Վախը կարիքների դաշտից է։ Իդեալներն ու երազանքը ավելի բարդաշտ է։ Հետևաբար մարդկանց կառավարում են, մասաներին կառավարում են վախերի միջոցով, վախերը ներշնչվում են պարզ մեսիջներով։ Օրինակ, ենթադրենք ինչպես գիտենք, որ մեր հարևան ժողովուրդը, որը հազարամյակներով բարյացակամ չի մեզ հետ, միևնույնն է վտանգավոր են, որովհետև ամեն երկրորդ սերունդ ասում է, այս սրանք ներողություն եմ նորից խնդրում, այս սրանք ուրիշ թուրքեր են, սրանք ցիվիլ թուրքեր են, քեզ ինչ պիտի անեն։ Հետո տերմիններն են քեզ ինչ պիտի անեն, սրանք քաղաքակիրթ է, Եվրոպական միություն մտնող թուրք է, սա ժամանակակից Աստծո սիրուն, քեզ ինչ պիտի անեն։ Գլուխդ կտրում են Telegram-ով ալիքներ ուղարկում են, դու դեռևս չես ձևակերպում, որ խաղաղություն հնարավոր չի այս մարդկանց հետ։ Խաղաղություն հնարավոր է, եթե բարձր դիրքերում ես։ Այդ ով է խնդրելով խաղաղություն ստացել երբևէ։ Քեզ ինչ է պետք, որպեսի տեսնես սա։ Ինչա պետք անեն, բայց չէ մի րոպե վախով կառավարենք, որովհետև ավելի հեշտ է հավատալ սցենարին, որ որևէ կերպ առանց ջանք թափելու հնարավոր է խաղաղություն, քան եթե հանկարծ գիտակցես, որ խաղաղության համար պիտի աշխատես, պիտի ջանք թափես, դա շատ դժվար է։ Հետևաբար ինչ են անում, վախի դաշտին սեղմում են եւ դրա դիմաց անցնում հաջորդ կետին։ Եթե չլինենք մենք կլինի պատերազմ։ Իհարկե, նորից դա մասնագիտական բեթինգ ասեմ, հա, մասնագիտական ստավկաներ, հա, եթե դնելիս լինենք, բնականաբար հաջորդիվ քաղաքական ընտրություններ են սպասվում Հայաստանում եւ կհաղթի այն ուժը, որ նորից կառուցի ամբողջ նարատիվը խաղաղության վրա, որովհետեւ դա հստակ ցավոտ տեղ է, ներշնչում է վախ եւ վախի հաղթահարման հեշտ ճանապարհ, որտեղ քեզանից ակնկալիք չկա։ Դու ոչ մի բան մի արա, ես քեզ կապահովեմ։ Ուզում եմ ասել, պարզագույն հնարքը, որը կօգնի հաջողությամբ առաջ շարժվել հաջորդ փուլը քարոզչական, այդքան ակնհայտ է, էլի։ Այսինքն կապիտան очевидность, որևէ մեկը ոչ մի բան չի թաքցնում, դա սեղանին դրված է։ Եվ ամենամեծ ստերը պարզ հանրային դաշտում են դրված։ Մեր ոլորտում անեք ասում ենք transparency is immunity, թափանցիկությունը իմունիտետ է։ Տեսեք, մարդիկ փնտրում են ինչ-որ տեղեր կոնսպիրոլոգիաներ, իրականում ամենավտանգավոր բաները հենց հիմա հանրային դաշտում են։ Որևէ մեկը ոչ մի չի թաքցնում։ Դա լուրերով են տալիս, որտեղ դա պաշտպանության ամենահեշտ, ամենաակնհայտ տեղն է։ Եվ եթե նայես ասես, ես ինչ եղավ, կասան, ի վերջո հայտարարել ենք լուրերով։ Դե երկրի համար մեկ դեմքով կանգնում ասում են, որ մենք եկեղեցու դեմ են ինչ որ անում ենք նրա համար, որովհետև կաթողիկոսը երեխա ունի, մինչդեռ հաջորդիվ երբ որ լրագրողները հարց են տալիս, ամբողջ հողումը գնում է նրան, որ KGB-ի ագենտ է։ Չես հասկանում, այս մարդիկ ուզում են որպես քրիստոնեական արդարություն հիմնել Հայաստանում, եկեղեցական արդարություն հիմնել Հայաստանում, թե վախենում են, որ ինչ որ մեկը իրենց մասին տեղեկություն է փոխանցում հարևան երկրին, որից իրենք վախենում են, օրինակ, կամ որի հետ իրենք բարեկամական հարաբերություն ունեն։ Նույն օրինակով, եթե նայենք, նույնական սցենարներ մեր հարևան երկրներում եւս կան, չէ՞։ Այսինքն այն երկրները, որոնք ունեցել են այսպես կոչված հեղափոխություններ, որոնք ունեցել են ապօրինի հարստացման օրենքներ, որոնք անցնում են կոլոնիզացիայի դասական ցիկլով, ինչպիսին Հայաստանն է, որտեղ բնական ռեսուրսների կոլոնիզացիա տեղ ունենում։ Այս սցենարները ակնհայտ բոլոր տեղերում երևում են, դա ոչ մեկ չի թաքցնում։ Հենց դա է հարցը, որ ճշմարտությունը ձանձրալի է, ճշմարտությունը կոմպլեքս է։ Ստերը հետաքրքիր են, ստերը կարճ են։
Եվ բոլոր թշնամիները ներսում են, ոչ թե դրսում։ Մենք բոլոր խնդիրները մեր ներսում են, բոլոր մեր երկիրը քանդողները ներսում են, Դե բոլորին մի պետք քիչ է։ դա վիճելի է, որովհետև եթե դու թեզն է սեփական տարածվում։ հայրենակցիդ դիտարկես որպես թշնամի, կարողա դա, այսպես ասեմ, Այդ լավ ներկա կառավարության բաներն են, թեզերն են։ Ես դա դրա հետ համամիտ չեմ։ Բնականաբար հիմա լրիվ փոխվել է, հենց այդ է ասում, որ տերմինաբանությունն են անգամ փոխել, որ արդեն թշնամի պետություն չեն ասում են հարևան պետություն, մեր հարևան պետությունը։ Մարդկանց անուններ են կպցնում ու երբ ինչ որ մեկը հայտնվում է քաղաքական թիրախում, նրա անունը միանգամից փոխվում է, օրինակ կաթողիկոսին ասում են Կտրիչ Ներսիսյան ու դա իրենց բոլոր Գիտեք, դա բաների դիմելու ձևով է։ Տեսեք, օրինակ, եթե դու ուզում ես ինստիտուցիոնալիզացիան ու սակրալ տարածքը ավելացնում է հարգանք։ Դրա բացակայությունը մականուններով խոսելը, կարճ անունով խոսելը, այսինքն ոչ թե պարոն Տիկինով եւ ազգանունով, այլ ուղիղ դիմելը կրճատում է այն տարածքը։ Այսինքն սկզբից, եթե ես ուզում եմ Դավիթ ձեզ որևէ կերպ դիսկրեդիտավորել, սկզբից խոսում եմ ձեզ հետ անունով, երբեմն նաև մեղմացնող անունով։ Օրինակ, եթե ձեզ ասեն, օրինակ, պայմանական ներողություն կնասեն Դավիթիկ, Դավո Տավո եւ այլն, սկզբից ինքը անշարժ կարող է երևա, անգամ մտերմություն մեջ ունենա, որտեվ ձեզ մոտ առերևույթ տպավորություն կարող է լինել, որ մենք մտերմության որոշակի սահման ենք անցնում, անգամ եթե դուք ենթադրենք քաղաքական գործիչ լինեիք, կունենայիք խորհրդատուներ, ովքեր կասեն, տեսեք, ժողովրդական մարդ է Դավիթը։ Բայց Դավիթին սպանելու համար սկզբից Դավիթին դիսկրեդիտավորում են։ Հետո Դավիթի կողքից հեռացնում են մարդկանց, ովքեր բնական դաշնակիցները կարող են լինել Դավիթի։ Հետո Դավիթին իզոլացնում են, հետո վերջում Դավիթ կարիք չկա այն վերջի ակտը անելու, գլխից կրակելու։ մենակ արդեն։ Դավիթին բաց թողնենք ինքն իրեն արդեն կկրակի։ Այսինքն ուզում եմ ասել, ենթադրենք որևէ բան հարստահարելու, քայքայելու համար պարտադիր չի գնալ, ուզում եմ ասել, թշնամի բանակով։ Ամենավտանգավոր զենքը սովորաբար ամենաանմեղ մեխանիզմներով կաթիլ է, հա, գնում։ Դա հիշում եք այդ օրինակը, էլի սոցիալական ցանցերում շրջանառվում, երբ որ օրինակ գորտին եփելիս, հա, եթե եռման ջրի մեջ գցես, անմիջապես դուրս է թռնում, որովհետև բնական պաշտպանական մեխանիզմը հակադրություն առաջացնում։ Բայց եթե դնես սառը ջրի մեջ ու ջեռոցը միացնես, ու ծածկես, հա, իրեն։ Սկզբից հաճելի անգամ լինում մի փոքր տաքությունը, գոլ է լինում, հետո հենց հասնում է եռման ջերմաստիճանի, այլևս ուժ չի ունենում գորտը դուրս թռնելու։ Այնինչ մեկնարկային կետում դա կարող էր։ Ուզում ասել սկզբից կամաց է դա տեղ ունենում։ Սկզբից անշարժ բաներ են, ջերմությունն է, իրավունքներ են։ Տեսեք, հետո գնում է արդեն երբ որ ժամանակը գայս է պայքարել, դու այլևս անզեն ես, ուժ չունես ու արդեն վերջին գիտակցումն է։ Սուրբ Ծննդյան հնդկահավի պատմությունը հիշեցի։ Լսել եք դրա մասին, որ չգիտեմ որտեղից է այդ պատմությունը առաջացել, ասում է երբ մարդկանց մոտ տպավորությունը, որ եթե լավ է, ուրեմն միշտ լավ է լինելու։ Այսինքն եթե հիմա խաղաղություն է, եթե հիմա հանգիստ է, եթե լավ է, կրակոց չկա սահմանի եւ այլն, լավ է լինելու։ Ու ասում է Սուրբ Ծննդյան հնդկահավի պատմությունն է, որը ապրում է ֆերմայում, ամեն օր ֆերմերը իրեն կերակրում է, գարունը շատ է կերակրում, ամառը շատ է կերակրում, ինքն շատ լավ է զգում, հասնում է աշուն ու որքան մոտենում է судный день, հա, վերջին օրը իր այդ բանը կերակրելու ինտենսիվությունը ավելի է մեծանում, ավելի լավ է դառնում իր համար ամեն ինչ ու դե քանի որ ասում է հնդկահավի համար էլ իր աշխարհը հետեւյալն է, գոյություն ունի ինչ-որ տարածք որտեղ ինքը ապրում է եւ գոյություն ունի մի հոգի ֆերմեր տերը, ով գալիս է ամեն անգամ իրան կերա տալիս ու ինքը միշտ ուրախ է եւ չի կասկածում անգամ որ իր հետ ինչ-որ մի բան կարող է այն չլինել, հետո գալիս է Սուրբ Ծննդյան օրը եւ նախավերջին օրը ամենաշատ կերը ուտելով հաջորդ օրը հնդկահավը մորթվում է եւ հայտնվում է Սուրբ Ծննդի սեղանին։ Այս նույն կերպով ամենալավ ժամանակները, երբ մեզ թվում է որ ամեն ինչ խաղաղ, ամեն ինչ հանգիստ է, ամեն ինչ լավ է եւ այլն, այնպես չի որ նշանակում է որ ամեն ինչ այդպես էլ լավ է գնալու։ Այդ ինդուկցիայի խնդիրն է, երբ որ մարդիկ մտածում են որ եթե ինչ-որ բան տեղի ունեցել անցյալում ինչ-որ կերպ խաղաղ, ուրեմն վաղն էլ է խաղաղ լինելու։ Բայց հիմա տեսեք, դուք փաստորեն մոտիվացնող ոդքասթում խրախուսում եք մարդկանց լինել պեսիմիստ, գիտակցել, որ ռիսկեր կան եւ վտանգներ են սպասվում, իսկ այլընտրանքը որն է, ինչ կարող ենք մարդկանց առաջարկել։ Իրավամբ եմ ասում, որովհետև տեսեք, էլի, շատ հաճախ ես տեսնում եմ, որ մարդիկ ասում են ռեալիստ եղիր, եթե դու ռեալիստ ես եւ հնդկահավը գիտակցեր անգամ, որ ինքը հնդկահավն է, հնարավոր է, որ շատ բան գործիքակազմ չունենար, եթե հասել էր այդ կետին արդեն։ Օրինակ ինքը մենակ է, ֆերմայում է, չկան, հա, ուզում եմ ասել, այդ պարագայում այլընտրանքը որն է։ Գիտակցել, որ ենթադրենք դու հնդկահավ ես եւ շուտով մոտենում է Սուրբ Ծնունդը, մեկ հնդկահավը, ինձ թվում է մեկ հնդկահավը չի կարող այդ ամենի դեմ կռիվ տալ, բայց եթե շատ հնդկահավեր են,
Հենց կահավների որ լրիվ անասնաֆերմա հասակ ու եթե շատ հնդկահավեր գիտակցում են, որ իրենք փորձանքի մեջ են, գուցե միավորվեն ու մեր պատմական կարողությունը դժվար պահերի միավորվելու, ճգնաժամային իրավիճակներում կոնսոլիդացվելու գուցե հիմա է պետք, ոչ թե այն ժամանակ, երբ բոլորս հավաքվում ենք, որ գոռում ենք ինչ որ մեկը վատնա, պամիդորներ ենք շպրտում իր ուղղությամբ, գուցե հիմա է պետք։ Դե հետ ենք գալու բազային կետին, որը նշանակելու է, որ սիստեմատիկ մտածողությունն է կարևոր եւ ոչ թե մարդիկ, որտեվ տեսեք, օրինակ դուք էլ ձեր խոսքում ասեցիք Դավիթ, որ պատվիրակենք աշխարհի կառավարումը խելացի փոքրամասնությանը։ Դուք կառավարումը փոխանցեցիք մարդկանց, մարդը մարդուն։ Հիմա եկեք ուրիշ կերպ մտածենք, որ ոչ թե մարդիկ են փրկելու իրավիճակը, այլ համակարգերը։ Եթե մենք ուզում ենք, որ օրինակ մեր երկրում, Հայաստանի Հանրապետությունում, որը կմնա որպես պետություն, որպես տնտեսական միավոր, իր կրոնով, լեզվով, մշակութային առանձնահատկություններով, այս տարածաշրջանում, եթե մենք ուզում ենք սա լինի, մենք ոչ թե պիտի պատվիրակենք մեր ճակատագիրը մարդկանց, այլ գուցե համակարգերին։ Այսինքն, եթե մենք ուզում ենք այնուամենայնիվ անձրև գա, պիտի հորը փորենք, որպեսզի ջուրը կենտրոնանա, հավաքվի։ Այսինքն, գուցե սա առաջին հարցն է, որովհետև մարդիկ անխոս, անգամ ամենախելացի մարդիկ, ովքեր կարող են այս ժամանակահատվածում անգամ օգտակար լինել, իրանք եւս սխալվելու հատկություն ունեն։ Օրինակ, տեսեք ինչպես էր համակարգը։ Մարդիկ համայնքային հիշում եք են Հարարի 100 հոգին։ 100 հոգին ենթադրենք տեղավորվեցին քարանձավում եւ հասկացան, որ երբ որ բոլորը գորգրում են, գուցե սխալ է լինում։ Եկեք պատվիրակենք որոշումը մեր միջից ամենախելացուն։ Եվ որոշակի ժամանակ դա աշխատեց, որտեվ խելացին ասում էր՝ դու գնա ջրի, դու գնա որսի, եկեք ենթադրենք բարիկները կիսենք իրար մեջ, չէ՞, պայմանական, ամենապարզագույն մակարդակում ենք, խոսում համակարգերի մասին։ Եվ կար որոշակի առաջընթաց։ Հետո որոշ մարդիկ նկատում են, որ մի րոպե ծերուկը ոնց որ բաներ անում, աստղայինը տարավ, մի րոպե պետք չի պատվիրակել իշխանությունը մեկ օրինակ խորիմաստ, չգիտեմ, պայմանական, ծերուկի։ Եկեք բալանսներ գտնենք։ Եկեք այնպես անենք, որ ոչ թե ծերուկը որոշումներ կայացնի իր իսկ ստեղծած օրենքներով, այլ եկեք խմբով որոշում կայացնենք պայմանական, հռոմեական սենատը, եւ իրականացումը execution պատվիրակենք ծերուկին։ Այստեղ է ձևակերպումը առաջի պատկերացումները գործադիր եւ օրենսդիր իշխանության մասին, որpիսի նա ով օրենքա որոշում, ով որոշումը իրականացնում է եւ նա ով որոշում է օրենքները եւ դրանց ողջամտությունը տարբեր մարդիկ լինեն, չէ՞։ Հետո հասկացան, որ 1 րոպե այս բալանսը նաև կարող է այնպես լինել, որ գործադիրը եւ օրենսդիրը իրար հետ գործարքի գնան։ Եկեք ձևակերպենք օրինակ դատական իշխանություն, որպիսի լինի անկախ մի մարմին, ով կքննի իրականացնողի եւ խաղի կանոնները որոշողի մեխանիզմը, որովհետև ամեն անգամ մենք տեսանք, երբ որ օրինակ մենք որոշել ենք մեր համայնքում, որ ում մազերը կարմիր է, նա վհուկ է, եւ որոշել ենք, որ վհուկներին պիտի վառենք, հնարավոր է, որ մենք նաև սխալվենք այս դատողության մեջ։ Եկեք թող լինի դատական համակարգ, ով կքննի արդյոք տվյալ անձը վհուկ է թե չէ, մինչև վառելը, ոչ թե վառելուց հետո, ոնց որ ակնհայտ է, սխալները շատանում են։ Դրա համար մահապատիժ, պատկերացրեք մենք ձևավորեցինք սիստեմատիկ մի բան։ Իդեպ տեսեք, այս ամբողջ ընթացքում դերևս ուր է գիտությունը։ Գիտությունը, որ պատասխանատու է առաջընթացի համար, եւ համակարգերը, որոնք պատասխանատու են, որպիսի մարդիկ ապահով օգտվեն գիտության հնարավորությունից։ Տեսեք, հələ չկա։ Եվ եկանք մի ժամանակատված, որտեղ համարեցինք, որ մեզ այս բոլոր համակարգերը մեզ անօգուտ բաներ են, անիմաստ բաներ են։ Եկեք գոռալով որոշում կայացնենք, եկեք հրապարակում հավաքվենք, գոռալով որոշենք, ով է մեր միջից ղեկավարը, կամ մեր երկիրը գոռալով հենց տեղ կորոշի ով է ղեկավարը, կամ ղեկավար չենք ունենա։ Օրինակ, կամ եկեք սոցիալական ցանցերով որոշենք, թե ոնց են կառավարում երկիրը։ Այսինքն մենք ինչ արեցինք։ Մենք հրաժարվեցինք սիստեմատիկ լուծումներից, որոնք ապահովագրում էին մեզ ապագայի համար։ Ապահովագրում էին, որպեսզի մենք ուղակի, որպես համակարգի շահգործողներ, կենսունակ մնանք, մի քայլ առաջ գնանք եւ հնարավոր լինի առհասարակ գիտության առաջընթացից օգտվել, հնարավոր լինի որպես օրինակ միավոր դերևս գոյատևել, չվերանալ որպես տեսակ։ Այս բոլորը հնարավոր լինի։ Ուզում եմ ասել, նախ եւ առաջ ամենակարևոր բանը այն է, որ մտածենք ինչ սիստեմաներ կարող ենք պահպանել։ Գուցե սիստեմաներ են կրոնը, գուցե սիստեմաներ են, ենթադրենք, պետական ինստիտուտների հետ հանդեպ հարգանքը, որտեղ շատ կարևոր է, որ հայ մարդը վերջապես սովորի տարբերակել քաղաքական ուժը պետությունից։ Եվ մարդիկ, ովքեր հայտ են ներկայացնում պետության անունից հանդես գալու, վերաիմաստավորեն իրենց դիրքերն ու ձևակերպումները, գիտակցելու, որ ինստիտուցիոնալիզմը կարևոր է մեզ համար, ինստիտուցիոնալիզմի կրողները հավելյալ պատասխանատվություն ունեն, դա առավելություն չի։ Մարդը ով պետական ծառայության է գնում, հասկանում է, որ զոհողությունների է գնում, պիտի բաց լինի իր կյանքից սկսած վերջացած զոհողություններով անցնել էս փուլով։ Այդ
մեղր կարակ չէին բաժանում այդտեղ եւ այն մարդիկ ովքեր հարստահարում են ու վատ օրինակ են ծառայում այնպես չի որ իրենցով հա պիտի առաջնորդվենք եկեք սիստեմատիկ բաների մասին մտածենք մի խոսքով ուզում եմ ասել եկեք մտածենք սիստեմատիկ ոչ թե մարդկանցով եւ դրականի մասին տեսել եք ֆիլմ կա Փախուս Շոուշենկից այնտեղ մի հետաքրքիր դիալոգ կա Ֆրեդը եւ Էնդին խոսում են որտեղ Էնդին ասում է Fear will set you prisoner, hope will set you free. Թարգմանաբար ասենք, որ վախը մեզ բանտարկյալ է դարձնելու եւ հույսն է մեզ ազատություն տալու։ Ուզում եմ ասել, որ մենք շատ կարևոր է ու պարտավոր ենք խելամիտ լինել, որովհետեւ խորտակվող նավի վրա փարթի անողները, այսինքն որ ամեն ինչ խորտակվում է, բայց փարթի են կանում, իրենք ոչ մի կերպ այսպես ասեմ, հա, ոչ մի կերպ հնարավորություն չունեն անգամ փախուստի, այսպես ասեմ, հա, առանձին, չգիտեմ, օղակ ստանալու։ Եվ եթե մարդիկ կարծում են, որ իրենց համակարգից դուրս կարող են որևէ տեղ երջանկություն գտնել, շատ կարևոր է, որ նորից հիշում եք, որ ես մոտիվացնող չեմ, շատ կարևոր է հայ մարդը ֆիքսի, որ սա ասում եմ որպես մարդ, ով տարբեր երկրներում ապրել է եւ ապրել է ու աշխատել է, բարձր պաշտոններ զբաղեցնելով, ուզում եմ ասել, չեմ եղել, հա, ճամբարի միգրանտ, վատ օրինակ, ոչ թե ուզում ասեմ նա լավ է թե վատ, այլ ուզում եմ ասել, ինչ ուզում է լինի, որևէ տեղ հայ մարդը չի գտնելու երջանկություն, եթե չմնա ու չբարեկեցության բերի ու զարգացնի, ծաղկացնի իր երկիրը։ Սա բոլորը ֆիքս են։ Հետևաբար մենք ունենք ընդամենը այս մի փող, այս մի տարածք ու իրար ունենք։ Իրար հանդեպ չարանալ, իրար վատա խոսել, հայ մարդուն դիսկրեդիտավորել, հայ մարդկանց օրինակ հայ մայրերի մասին վատ վիզուալներ անել, հումոր անել, հահահիհի անել, լկստվել դրա շուրջ, այս բոլորը լավ բանի չի բերել ոչ մեկին։ Սա ուզում եմ պարզապես բոլորին հիշեցնել, բայց վերջում գուցե լավ է ամեն դեպքում Էնդին հիշել, որ ասենք, որ մենք ամեն առավոտ արթնանում ենք հույսով, եւ հույսը ամենակարևոր զենքն է, որովհետեւ զինաթափ մարդիկ պետք չեն։ Պետք չի մարդկանց ամեն օր բացասական բաներ ասել։ Պետք է ասել, որ գուցե մեզ մոտ դեռևս չստացվի շատ բաներ կարգավորել, բայց այն, որ մենք հույս ունենք ու մենք մեր տնայինը անում ենք, երևի այն հենման կետն է, որի համար պիտի ամեն առավոտ քնից արթնանանք։ Ամեն առավոտ չես կարող քնից արթնանալ ակնկալելով, որ հեսա մեռնելու ես, կամ հեսա վատ է լինելու, հեսա հակառակը, ինչքան մեզ ներշնչեն, որ հեսա վատ է լինելու, այդքան մենք ուզենալու ենք ավելի սպառողական մատերիալիստ լինել, նայեք ժամանակի աշխարհը։ Մեզ ներշնչել են, որ մի օր ունես, վաղը մեռնելու ես, ապրիր այսօր ինչպես վերջին օրը։ Քրողը տանի, բա հաջորդ օր ինչ ես անում, որ արթնանում ես ու տեսնում ես, որ երեք վերջին օրը չէր, որ խայտարակվել ես, վատ բաներ արես, հարուստ, ինչ ես անում։ Այդ դեպքում հետ են գալիս նորից բազային կետին, որ ինչքան առաջընթաց ձևակերպենք, հա, հիպոթետիկ ընդունենք, որ այն ինչ որ մեզ հետ տեղի ունենում, դա առաջընթաց է։ Հիպոթետիկ։ Անկամ եթե այդպես է, մեզ պետքա հույս ու մեզ պետքա մի փոքր ալտրուիզմ, որովհետև մարդով սեփական ճիշտ հասկանաք, էլի, ես չեմ ուզում տենց պարավ տատիկի նման հնչեմ, ով ուզում է իմաստնություններ կիսի մարդկանց հետ։ Ես պարզապես ասում եմ, թե շատ անհանգստություններ ունենալով, շատ ցավեր ունենալով, ամենօրյա մարտահրավերներ հաղթահարելով, ես ոնց եմ փորձում ապրել եւ ինչն է ինձ օգնել։ Որտեվ առերևույթ մարդկանց նայում ենք դատողություններ, կարծում ենք թե ոնց է, մենք էմպաթի չունենք, հա, հայերս, հենց էմպաթիա, ոնց թարգմանեմ։ Կարեկցանք։ Հա, կարեկցանքի sense կարեկցանքը մի քիչ ուշ է, ոնց որ խղճաս, ես էլ ասում եմ, չենք կարողանում դիմացինին հասկանալ, իր կաշվի մեջ մտնել, թվում ենք ապրումակցել ինչ որ առումով։ Նայում ենք մեկին ասում ենք, ահա, ենթադրենք կոստյումը հագած նստած է, ուրեմն իր մոտ ամեն ինչ լավ է, անգամ չեն կարող պատկերացնել, թե օրինակ այս պահին Դավիթ ինչ մարտահրավերներով է անցնում, օրինակ, այս պահին ինչ ունի մտքին, չենք կարողանում այդ ֆիքսել, չենք կարողանում հասկանալ, որ մյուսներն է ցավեր ունեն, օրինակ, տեսեք հայրը երբ որ գնում են խցանում մեջ, բոլոր իրար ազդանշան են տալիս։ Չենք կարող մտածել, որ կարող է ինչ որ մեկի մոտ իրավմամբ, եթե վթարային է միացրել, ոչ թե պարզապես խուլիգանալ, գուցե հենց այդ մի անգամ իրոք անհանգստություն կա, դեպք է պատահել, հերթերում իրար հրմշտում ենք, ենթադրենք իրար վրա բղավում ենք, ոնց ասեմ, կարող է եթե ֆիքսենք, որ մի փոքր ավելի հույս ունենանք ու մի փոքր ավելի բարի լինենք, կարող է դա այն հենման կետը լինի, որ լցնի նախ եւ առաջ մեր սիրտ ու մեր հոգին։ Ինքը տենց ավելի հեշտ է դարձնում ապրելը, չգիտեմ էլի, ամեն օր փորձում ես։ Սենց լինում է, որ օր վերջում հավաքվում ես օրվա բեռը, ջղայնությունը։ Երեք բժշկական հաստատությունում նստած էի, սենց բազմոցներ են նստած, սպասասրահ, հա, վիրահատարանի դիմաց։ Մի կին հուզված նստած է կողքից, պարզ է, որ առաջին բանը բանավանդ ինքը թեքվեց, ես դժվարությունն եմ մարդկանց հետ շփվելու։ Ինքը թեքվեց, ասեց, սկսեցինք խոսել։ Երբ որ սկսեցինք խոսել, դե ես սկսեցի իր հետ խոսել եւ այլն։
Երբ որ խոսեցինք, պարզվեց, որ այդքան է բարդեպ չի, ինչքան որ մյուսներին, հա, այդ շարքում նստած, միայն ինձ չասեմ, հա։ Բայց խոսեցինք, վերջում հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Ինքը վերցրեց սկսեց հեռախոսով խոսել, մեկ ուրիշին պատմել իրավիճակը։ Մեկ էլ հանեց գրպանից 200 դրամ դրեց կողքը։ Ազնիվ խոսք։ Մեկի ասում է՝ «Մի հատ անձեռոցիկ կառնես ինձ համար»։ Առաջին ռեակցիաս ճիշտ ասած չհասկացա, ոնց որ ես համարյա տարեկից էինք։ Ես այդ 200 դրամը տվեց, որ չգիտեմ, իսկականից եմ ուզում ասել, sense հետաքրքիր մարտահրավերից այդ պահին դե խելոք գնացի։ Թողեցի ամեն բան, թողեցի այդ պահի մոգեվիճակը, ամեն բան։ Գնացի, դիմացը դեղատվնա, բժշկական հաստատ։ Արա, մի հատ չար, մի հատ անձեռոցիկ, տոպրակով մնացած բաները ջուրը։ Հետ բերեցի կողքը դրեցի, որտեղ մտածեցի, որ կարող ենք երբ որ պատմում, ամբողջ անհանգստությունը չի պատմում իր մոտի։ Եվ երևի են որ ինձ 200 դրամ տվեց, ուղղակի սխալմունք է, չուզեցա ծանրություն վերցնեմ սրտիս էլի, որովհետև եթե խնդրեր ուրիշ, ոնց ասեմ, տարբեր բաներ կարող է լիներ։ Ես պարզապես վերագրեցի, որ երևի այդ պահի անհանգստությունը շատ ավելին է, քան իմը, եւ երևի այդ պահին ես պիտի ուշադիր լինեմ իր հանդեպ։ Տենց ուզում ասեմ, եկեք բոլորին անձեռոցիկները տանք, ջրերը տանք։ Մտածենք 200 դրամները ու չվերցրեցի, եթե անկեղծ ասեմ, եթե չվերցրեցի քարտով դեով է իմ դրամով վճարում, բայց ուզում ասեմ այդ պահի առաջին անհանգստությունը ռեակցիաս, որ անակնկալի եկա, ինչու դրեց։ Վաղուց 200 դրամ չէիք տեսել։ Դե մեծ ու փոքր գումար չկա, ուզում ասեմ։ Պարզապես որ իրավունք ես վերապահում դիմացինիդ անձնային տարածք անցնել, իրեն հանձնարարություն տալ։ Ես ուրիշի երեխային էլ չէի տա նկատում նման բան, որքան էլ տխուր լինեմ, այնուամենայնիվ, ուզում ասեմ, ցած փոքր դրվագներ կա, որ գայթակղությունը մեծ է, ճակերտավոր։ Հունից դուրս գալու, գայթակղությունը մեծ է վատ բաներ մտածելու, բայց իրավամբ գուցե ինքը շատ ավելի մեծ մարտահրավերով անցնում, որը հնարավոր չէ արտիկուլացնել։ Բայց իմ մասին էլ վատ բան չմտածեք, ես 200 դրամի փոքրության համար չէի ասում, ես ուղղակի ասում եմ, որտեղ վաղուց կոպեկ չեմ տեսել, ես էլ վաղուց վճարում եմ միշտ քարտով ու տանից որ դուրս եմ գալիս, անգամ դրամապանակ չեմ վերցնում, ասես հեռախոսով դուրս եմ գալիս ու վերցնում, քարտ էլ չեմ վերցնում անգամ հետս։ Ու երկար ժամանակա կոպեկ չեմ տեսել։ Դե ուզում ասել տենց է, որ շփման մեջ տարբեր բաներ են տեղի ունենում, շատ կարևոր է որ հրմշտող մարդկանց կարեկցանքով վերաբերվել։ Չգիտեմ, վատ է հնչում ասածս, բայց ենթադրենք, եթե ինքը շղթա է, տենց, եթե ինչ որ մեկը ենթադրենք բարձր ձայնով է խոսում, ես անվերջ տեսել եմ մարդկանց, ովքեր լարված են դրամարկղի մոտ, հա, օրինակ սուպերմարկետի, իրար բարդ բաներ են ասում, որքան է շտապելիս լինեմ, ես միշտ բոլորին զիջում եմ, հետ եմ կանգնում, մտածում եմ, ասում եմ, որ երևի իրանց որ ավելի վատն է այսօր, քան իմը, չվիճենք էլի ումնա, երևի, որտեվ այդպես դա շատ էգոիստական բան է երևի անում, որտեվ այդպես ավելի հեշտ է մտածել, որտեվ եթե ես մտածեի, գալիս ենք ինչ որ առումով մեր զրույցի ամենասկզբին, երբ որ ասում եմ, որ հայ մարդ, ես շատ եմ հանդիպել մարդկանց Հայաստանում, ովքեր կարծում են, որ տառապանքը իրավունք է ծնում։ Եթե ազատվես այս մտայնությունից, եթե ասես ոչ, տառապանքը իրավունք չի ծնում, իրավունք միայն ծնում է ուժը։ Եվ թեև գայթակղությունը մեծախոցելի լինելու, բոլորին դուր գալու, բայց պետք չի բոլորին դուր գալ։ Պետք չի Հայաստանին են Շուշանը Հարությունյան, ով բոլորին դուր է գալիս։ Անկախ նրանից, թե որքան խոցելի կարող է լինել։ Օրինակ, եւ դա որքան հաճելի կլինի մարդկանց, տեսնես, ասես դե հենա ինքն էլ ավադի, պետք չի դա։ Միակ տեղը, որտեղ իրավունք է ծնում, դա ուժն է, եւ ուժը երևի գալիս է հույսի հետ։ Եսի։ Երևի ուժեղ լինենք։ Հա իրավամբ, էլի, եկեք ոչ թե տենց բոլորը դեմարշ լինի, օրինակ խոցելի լինելու, հələ պատկերացրեք հայկական սոցիալական ցանցերի մի օր արտնես, բոլորը լինեն քաջության եւ ուժի պատմություններ։ Կարող ավելի լավ ժամանակներ լինեն։ Կարող է, նկատի ունեմ այդ սցենարը, որ իրեն պատկերացնել, որ գուցե կարող էր այդպես լինել։ Չգիտեմ։ Ինձ թվում է այս նոտայի վրա կարող ենք ավարտել մեր զրույցը, որովհետև շատ սիրուն տեղում ենք։ Դե, շնորհակալություն ձեզ։ Մի քիչ էլ որ շարունակենք, կարող է հենց հուզմունքին հասնենք։ Մի քիչ որ մի քիչ որ շարունակենք, այստեղ կարող է YouTube-ի մոնետիզացիայի թեմա լինի։ Մոնետիզացիան բարձրանա։